Բարևներ ձեզ, այս տեսանյութով ուզում եմ անդրադառնալ Իրան-ԱՄՆ բանակցությունների ներկայիս փուլին, ներկայացնել ինչ է տեղ ունենում գետնի վրա, ռազմական իմաստով, սպառազինման իմաստով, եւ ինչ է տեղի ունենում բանակցությունների դաշտում, եւ ինչպես է ընթանում Իրան-Չինաստան-Ռուսաստանի Դաշնություն համագործակցությունը ընդհանուր մի քանի հիբրիդային ֆորմատներով առճակատման գծում ԱՄՆ եւ առհասարակ արևմուտքի հետ։ Ուրեմն դեռևս մինչ առաջին բանակցությունները անուղղակի Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Մուսկատում կայացած, Օմանում կայացած, Օմանի միջնորդությամբ իրականացված, անձամբ Օմանի արտգործ նախարարի մասնակցությամբ օժանդակված, շատ սրացված էր առճակատման խոսույթը։ Մենք ականատես եղանք, որ Տրամպը անընդհատ երկակի իմաստով մեկ խոսում է բանակցություններ, մեկ խոսում է ուժի սպառնալիք խոսույթներ։ Մենք ձեզ կռմբակոծենք, Իսրայելը շատ կարևոր երկիր է, Տրամպը լավագույն ԱՄՆ նախագահն է Իսրայելի համար երբևէ պատմության մեջ, եւ այս երկտոնայնությունը շարունակվեց նաեւ բանակցություններից հետո, չնայած բանակցություններն ինքնին ավելի դրական գնահատականների էին արժանացել, սակայն ակնհայտ էր, որ այդ առաջին բանակցային հանդիպման նախաշեմին կայացած Նետանյահուի այցի ընթացքում Վաշինգտոն ներկայացվել են որոշակի այսպես պատերազմաշունչ կոնցեպտներ, որոնք նոր չեն, չի ասի Իսրայելի համար, այլ հենց Նետանյահուի վարած գծի համար, նա վարում է դա 96 թվականից ի վեր, ուղղակի ներազդեցություն է ունեցել Տրամպի առաջին նախագահական ժամանակաշրջանի վրա, թե նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ, հենց իր կազմի պատրաստվածության, ինչպիսի վարչակազմ է նա ունենալու, դեպ հայտնի է, որ հենց սիոնիստական լոբին փոխարինել տվեց Տրամպի առաջին ժամանակաշրջանում նախագահության ազգային անվտանգության խորհրդականին։ Մեկ խորհրդականը, որը խոսում էր Պաղեստին, Իսրայել երկու պետությունների փոխադարձ ճանաչման սկզբունքով, որոնք բխում են Օսլոյի համաձայնագրերից, նրան փոխարինեցին Իրանի դեմ պատերազմի մասին երազանքներ ունեցող, այդ երազանքների մասին լայնածավալ հոդվածներ գրած, ելույթներ ունեցած եւ ամերիկյան սիոնիստական կազմակերպության կողմից մեդալի արժանացած Բոլթոնին, եւ ներկայիս իր աշխատակազմն էլ ներկայացվում է հետաքրքիր այսպես կոնտուրներով, որովհետեւ արդեն հստակեցվում է, որ նա փորձում է ավելի առաջընթաց տալ Ստիվ Վիտկովին, որը կանխավ ներկայացվել էր որպես զուտ Գազայի հարցով Իսրայելի, Իրանի հետ բանակցությունների գիծը վարելու, ընդհանուր Պարսից ծոցի արաբական երկրների հետ փոխհարաբերությունների բաժինը վարելու թեմատիկայով, այն դեպքում, երբ որ Քելոգանն հայտարարվել էր որպես Ուկրաինայի գծով բանակցորդ, տեսնում ենք, որ նախընտրությունը Տրամպի կողմից տրվում է Վիտկովին, Վիտկովի հետ համաձայնում է հանդիպել Պուտինը երկու անգամ, երկար զրույցներ ունենալ, եւ նրա խոսույթը նա եւս ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Օմանում կայացած առաջին բանակցային այս փուլի Իրանի հետ անուղղակի, նա ներկայացավ ավելի այսպես հաշտարար գծեր տանելով, նույնը Ուկրաինայի հարցով է տեղի ունենում, բայց այսպես ակնհայտ չի, որ բախում կա Տրամպի վարչակազմի մեջ, առնվազն մինչ այսօր ակնհայտ չէր դա, Նետանյահուի այցը ուղղակի մեծ շեշտադրումներ էր արել այն, որ պետք է տարածաշրջանը ռազմականացվի, ինչը որ արվել է, երբեք Մերձավոր Արևելքում այս քանակի կուտակում զորքի սպառազինության դրան զուգորդող ամեն նման շարժ անելու զուգահեռ արվում են հայտարարություններ Իրանի դեմ, եւ Գազան եւ Իրանը իրարից չեն զատվում, եւ ամեն անգամ արտահոսքը կատարվում է Գազայի եւ Իրանի թեմաները, դրանց երկու շրջանների դեմ հարձակման թեմաները անընդհատ զուգորդվում են, ցույց է տրվում նրանց կապը մեկը մյուսի հետ, իսրայելյան մամուլի կողմից, հատկապես 14-րդ ալիքի կողմից, որը պրոն Նետանյահու գծի վարողն է, եւ ակնհայտ է դառնում, որ
Այդ ռազմականացումը նաև այն հիմնական հիմքն է, որով Նետանյահուն ձգձգում է Համասի հետ բանակցությունները եւ առհասարակ ներկայացնում է, որ պետք է ավելի շատ զենք ստանա եւ իրոք այդ զինատեսակները տրամադրվում են Պենտագոնի կողմից դեպի Դաբրոյով պետդեպը հաստատում է այդ գնումները, ասում է, որ այդ զենքերի տրամադրումը Իսրայելին ծառայելու է ԱՄՆ արժե համակարգի տարածմանը, ԱՄՆ ժողովրդավարությանը, նման որովհետև պարտադրանք կա, եւ այդ Դաբրոն ստանալով զենքերը անդադ տեղափոխվում են, հատկապես նշվում է զինատեսակները, որոնք Բայդենի վարչակազմը արգելել էր, իսկ հա Տրամպին հաստատեց եւ այդ զինատեսակները տրամադրվել են, եւ որ այն տրամաբանությամբ են տրամադրվել, որ Գազան մաքրել սրբելուց հետո անցնելու են Իրանին, եւ այդ մաքրել սրբելու գործընթացը Գազայի հետ կայացած զինադադարի համաձայնագրի երկրորդ փուլը, որ պետք է տեղի ունենար ձգձգելով հանդերձ, անընդհատ տեղի ունենում հարձակումներ։ Նետանյահուն անընդհատ հարձակումներ է գործում, թե Սիրիայի տարածքում, թե Լիբանանի տարածքում, թե Գազայի տարածքում, Թուրքիան որևէ կերպ Իսրայելին դեմ գործողություններ չի կատարում Սիրիայում, ոչ էլ Իսրայելն է Թուրքիայի դեմ գործողություններ կատարում Սիրիայում, դա առանձին ես կանդրադառնամ, որովհետև կրկին հայկական մեդիա դաշտում ես մտածում եմ, որ հիմնականում որոշակի տեսակի մամուլ կարդացող, այսինքն չվերլուծող, ուղղակի կարդացող եւ թութակի պես կրկնող կազմ կա, որը անընդհատ տանում է այդ գիծը, որ հեսա Իսրայելը Թուրքիային կլարի Սիրիայից, հետո կգան իրանք բոլորով Իսրայելը եւ ԱՄՆ միասին ինչ-որ կփրկեն Հայաստանին, Թուրքիան իրանց պորտը տեղը կդնեն եւ այլն, նման բան գոյություն չունի, նրանք համակարգված գործում են, որովհետեւ Թուրքիան օրինակ Իրաքում իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնց Իսրայելի ձեռքը դեռ չի հասնում, Նետանյահուի ձեռքը դեռ չի հասնում, այնուամենայնիվ Թուրքիան կարողանում է ինչ-ինչ գործողություններ իրականացնել եւ դրա հիմնական մեխը նա է, որ վերարտնանում է, վերակազմավորվում է ամբողջապես ԻԳԻԼ-ը եւ ԻԳԻԼ-ը միայն Սիրիայի մասին չէ, ԻԳԻԼ-ը նաեւ Իրաքի մասին է այս փուլում, բայց Իրաքում հաստատվելուց հետո, Սիրիակերպ իրադրություն հաստատվելուց հետո անպայմանորեն Նետանյահուի ծրագիրն է, որ դա արտացոլվելու է Սաուդյան Արաբիայի վրա, Սաուդյան Արաբիայի տարածքների դեմ հավակնություն կա, Քուվեյթի տարածքի դեմ հավակնություն կա, Հորդանանի տարածքի դեմ հավակնություն կա, եւ այդ ԻԳԻԼ-ի սնուցումը եւ վերարտադրումը կատարվում է Թուրքիայի կողմից, կատարվում է նույն տրամաբանությամբ, ինչպես Սիրիայում էր տեղի ունենում, կաթիլ առ կաթիլ հավաքվում է մի ամբողջ բազա գիծ քաղաք, ինչպես որ Իդլիբն էր Սիրիայում, ամբողջ Իդլիբը դարձել էր թուրքական մեծ բազա, որտեղ հավաքագրվում է Տահրիր Ալ-Շամի բոլոր այն Ույգուրիայից, Կենտրոնական Ասիայի երկրներից, Ադրբեջանից, Հյուսիսային Աֆրիկայից եկած այն չարագործներ ահաբեկիչները, որոնք այսօր կատարյալ ցեղասպանություն են գործում Սիրիայում, ցանկացած իրենց հետ չհամաձայնող հետ։ Մենք տեսնում ենք, որ Սիրիայի պետությունը որպես այդպեսին չի վերակազմավորվում, չկա որևէ ընդհանուր բոլոր շերտերը Սիրիայի էթնիկ եւ կրոնական խմբեր արտացոլող կառավարության կազմ, չկան ընտրություններ, ոչ ոք չի շտապում, որ Ալ-Ջոլանին որևէ կերպ չի հակադարձում Իսրայելին կամ Թուրքիային, այլ Թուրքիա-Իսրայելի միջև ինչ-ինչ խնդիրներ եթե ծառանում են, դա լուծվում ԱՄՆ-ի միջամտությամբ կամ եվրոպական այլ երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա հիմնականում, Գերմանիա նաև նրանց միջամտությամբ եւ որքան էլ որ խոսվում է, որ իբրև թե քանի այնտեղ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ինստիտուտը չի սահմանված, ապա սանկցիաների տակից դուրս չի բերվի Ջոլանի կազմը եւ այլն, բայց այդ ճանապարհներով գումարներ տրամադրվում են, որովհետեւ իրենց համար հարկավոր է, որպեսի քաթարական գազը շատ արագ կերպով ճամփորդի Սիրիայի տարածքով, Թուրքիայի տարածքով հասնի Եվրոպա, եւ դա օգտագործվի նաեւ Իրանի եւ Ռուսաստանի դաշնության դեմ։ Այս բոլոր նկրտումները Իսրայելը գետնի վրա իրականացնում է նպատակ ունենալով Իրանին թիրախավորելը ուղղակի ռազմական գործողությունների բնույթ կրող օպերացիայով, որ ես ամբողջապես կիսում եմ պրոֆեսոր Ջոն Մերշայմերի կարծիքը ամերիկյան, միայն նպատակ չի հետապնդում ուղղակի թիրախային միջուկային զարգացման ծրագրեր պարունակող տեղանքներ թիրախավորել եւ դրանք ռմբակոծելը։ Նա շատ ճիշտ
միշտ գնահատական է տալիս, որ Իսրայելի հիմնական նպատակը Իրանից Սիրիա սարքելն է, այն մաս-մաս բաժանելն է, որը հսկայական առաջընթաց է ապահովելու արևմուտքի պրոքսի Իսրայել եւ Թուրքիայի համար պանթուրանիզմի եւ սիոնիզմի գաղափարախոսությամբ լցոնված ռադիկալիստներով ներխուժել կենտրոնական Ասիա, փորձել հարված հասցնել Չինաստանին։ Այդ իսկ պատճառով Չինաստանը կրկնում եմ եւ բազմիցս կրկնել եմ բացառիկ աննախադեպ ներգրավվածություն ունի Մերձավոր Արևելքի բոլոր զարգացումներում, բոլոր բանակցային process-ներում եւ նրանք եւս Գազայի եւ Ուկրաինայի խնդիրը մեկը մյուսից չեն անջատում, որովհետեւ Գազայի խնդրի հանգուցալուծում Պաղեստինի պետության ճանաչմամբ, իսկ դա այդպես պահանջում են նաեւ Սաուդյան Արաբիան, նույն անգամ Էմիրատները, որոնք Իսրայելի հետ համագործակցություն ունեն, բոլորը գտնում են, որ այդ աղետը, կատարյալ հակամարտկային աղետը պետք է դադարեցվի Պաղեստինի պետության ճանաչմամբ, ապա այս ամբողջ թատերաբեմ ռազմական գործողությունների պոտենցիալ ռազմական հնարավորությունների փակվելու է, այլևս չի կարողանալու ԱՄՆ արևմուտքը այնտեղ որևէ իր գեոքաղաքական շահին ծառայեցնելու նպատակով բաժանումներ, սահմանագծումներ իրականացնել։ Այդ իսկ պատճառով էլ Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն եւ Իրան ներգրաված են խրթին բավականին այսպես շատ գաղտնիության քող պարունակող, այսինքն դա վկայում է այն մասին, որ շատ բարդ backstage կա, որ շատ բաներ չեն հայտարարվում, անգամ արվում են այնպիսի գաղտնիության պայմաններում, որպեսզի այդ գործընթացի պոտենցիալ հնարավորությունների մասին անգամ որևէ արտահոսք չի լինի, որևէ նշան չտրվի, որովհետև Նետանյահուն միշտ կարողացել է սաբոտաժի ենթարկել համարյա բոլոր նախաձեռնությունները, նույնը կարելի է ասել Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից, արդեն Տրամպի ժամանակ ԱՄՆ-ի ապօրինաբար այդ համաձայնագրից դուրս գալը, դա եղել է Նետանյահուի ներգրավմամբ, Հայաստանում Թավիշը եղել է Նետանյահուի ներգրավմամբ Ադրբեջանի, Թուրքիայի հետ միասին, այնպես ինչպես տեղի ունենում Սիրիայում, Նետանյահուն ցանկանում է նույն բանը իրականացնել Իրաքում եւ անպայմանորեն Սիրիայում, Իրանում, սա անթակույց է, այդ իսկ պատճառով մեր հայ հանրությունը պետք է մաքսիմալ զգուշ լինի, ինչպես է վերծանում Նետանյահուի քայլերը եւ չի կարելի որևէ հույս կապել այդ հասարակության հետ այս պայմաններում, որովհետեւ ինչպես որ իրենց նախկին շաբակի ղեկավարն է այսօր իրենց մամլոմիջոցներով հայտարարել, երկիրը գտնվում է խրթին խորը ներքաղաքական ճգնաժամային process-ում, որի լուծումները այսօրվա իրենց վարչակազմը չի կարող ապահովել, դա հաղթող երկիր չէ, դա տնտեսական մեծ առաջընթաց ունեցող երկիր չէ, այդ երկիրը գործում է ցեղասպանություն է գործում մի ազգի դեմ, որը հայերին տուն է տվել եւ օթևան է տվել, նույնը կարող եմ ասել թե Սիրիայի մասին եւ թե Լիբանանի մասին, այնպես որպես հասարակություն պետք է շատ զգուշ լինենք, թե ումից ինչպիսի սպասելիքներ ունենք, որովհետև ունենալ սպասելիք Իսրայելից նույնն է ոնց ունենալ սպասելիք, ասենք Կոկոլից կամ Էրդողանից, որևէ տարբերություն չկա, եւ հատկապես երբ որ ընդդիմադիր մամլոմիջոցներում ճակերտներ դնեմ, նման ելույթներ են հնչեցվում, ես ուղղակի զարմանում եմ, ապշում եմ, որովհետև եթե դուք լրագրողներ եք, դուք ինչ-որ բազովի կրթություն ունեք, որտեվ դուք միջազգային նորությունների, այսպես չեզոք, ինչ որ չկա այդպիսի բան գոյություն չունի, ասենք CNN-ի կամ BBC-ի լրագրող չեք, որ ձեր ռազմախը տենց ինչ որ գլոբալ արժեքներից, դոմինանտության դիրքերից բխող վերլուծություններ լինեն։ Դուք դաշտ եք տրամադրում մեր երկրում խոսույթի, որը թելադրված է մեր թշնամի պետությունների կողմից։ Թշնամություն է Արցախը դատարկելը, դա արել է Իսրայելը նաև, Թուրքիան մենակ չի արել, Ադրբեջանը մենակ չի արել։ Իսրայելը ամբողջ հետախուզական արսենալ է տրամադրել, զինատեսակներ է տրամադրել, այս զինատեսակները օգտագործելու մեթոդաբանություն է տրամադրել, ամբողջ ազգային անվտանգության մեր ծառայություններում, մեր տարածաշրջանում մնացած երկրների ծառայություններում ներթափանցել է իր ագենտուրան, որպեսզի իր զավթողական, նվաճողական գործողությունները իրականացնի Իրանի դեմ, ու իրանք թքած ունեն մեր վրա։ Եթե ինչ-որ մեկը քո վրա թքած ունի, դու շատ անարժանապատիվ ճիճու ես, որ թույլ ես տալիս, որ նրա նարատիվը հնչի քո մեդիա միջոցում։ Ու դուք բերում եք կիսատ պռատ ինչ-որ չկայացած մարդկանց, ովքեր իսկապես չունեն միջազգային գեոքաղաքական կրթություն, այսինքն նույնիսկ եթե ինչ-որ մեկը 4 տարի քաղաքագիտության ֆակուլտետում է սովորել, խոսքի Բրյուսովի կամ չգիտեմ ինչ, բայց ինքը չունի միջազգային համապատասխան պրակտիկա, ինքը նորմալ արևելագետ չի, ոչ թե պատմական եւ մշակութային ժառանգությունները հասկանալու, որ դարից ինչ դարի իմաստով, այլ հենց ներկայիս գեոքաղաքական իրադրությունները վերլուծելու,
չի կարելի տենց բաներին հարթակ տրամադրել։ Մոտ դրանից տագնապ առաջանում, որտեղ դրա հետևանքն է եղել Թավիշը։ Դուք այնքան կլանված եք նախկիններ քարկոծելով այդ Թուրքի իրականում Բրիտանա-իսրայելաթրքական թելադրված մեզ պարակտելուն ուղղված նարատիվով նախկիններ նորեր, ինչ որ չգիտեմ, դեպի ժողովրդավարություն, մեզ ազգային անվտանգություն բանակ պետք չի, ով որ ուզում է բանակ, ուրեմն նա ինչ որ տենց միլիտարիստ պատրիարքալ, ինչ որ տենց դաժանի կա, որ ուզում է սաղին մորթի, որի հիմնական պատճառն է, որ մեզ այդ խաղաղություն կայացնել ցանկացող թուրքը չի կարողանում այդպես էլ մեր խաղաղություն կայացնի, դրա համար մենք պետք է բանակը ցրենք, ազգային անվտանգության համակարգը քանդենք, որպեսզի ի վերջո մեզ սիրեն, ընդունեն որպես խաղաղ ժողովուրդ, թե չէ մենք շատ ագրեսիվ ենք, մեզնից վախենում են եւ այլն։ Այս նարատիվը թելադրվել է դուրսից, որպեսզի Թավիշ լինի, թելադրվում է մինչ օրս, որպեսզի Թավիշ դվա լինի, որպեսզի 2026-ի ընտրություններով Նիկոլ կամ Նիկոլ դվա լինի, որպեսզի շարունակվի Հայաստանի փլուզումը, որովհետեւ չնդդիմության շարքերում կան Թուրքիայի եւ Իսրայելի հետ ուղակի բիզնես հարաբերությունների մեջ մտած, խոսքը գնում է զենքի սև շուկայի մասին եւ դրա հետ ասոցացված այլ սև շուկաների մասին, անձանց մասին, ցանցերի մասին, ովքեր հսկայական գումարներ են աշխատում ու թքած ունեն թե ինչ կլինի հայ ազգի հետ։ Ոնց որ դուք կամ այդպիսիների գումարով աշխատող լրատվամիջոց եք, որոշ դեպքերում ես գիտեմ, դուք էլ գիտեք, դուք ովքեր եք, բայց կա այն կարմիր գիծը, որտեղ երբ որ հասնում է քո երկիրը, քո հասարակությունը, քո ժողովուրդը եւ այլն, դու որպես լրագրող կամ խմբագիր միտեղ պետքա գտնես կծկված, խորտակված քո պատիվը, քո արժանապատվության զգացողությունը, ջրես այդ արժանապատվության զգացողության ծառը մեծացնես ու հրաժարվես թուրք-իսրայելա-բրիտանական ծրագրին ծառայելուց եւ լրջորեն վերաբերես մեր պետության սահմանների պաշտպանության խնդրին, մեր ողջ մնալու, Արցախը ոչ թե արցախցին վերադառնա, ապրի Արցախում, այլ Արցախը լինի հայկական անկախ պետություն, ինչպիսին որ կա դե յուրե այս պահի դրությամբ դեռևս։ Դուք ծառայում եք թրքաբրիտանա-իսրայելյան օրակարգին, երբ որ իջեցնում եք այն պլանկան, ըստ որի իմ պետության սուվերենությունը, իմ պետությունը երկուսն է Արցախը ու Հայաստանը, պետք է իր սուբյեկտայնությունից անընդհատ հրաժարվի, որ դուք կարողանաք ինչ-որ տենց թուղթու ворձագետ ծախեք առանց փի, որ դուք փող աշխատեք։ Այդ նշանակում է դուք չունեք ինքնապաշտպանության բնազդ, այդ նշանակում է դուք եք իրական ժախը եւ ոչ թե այն ժողովուրդը, ում գելի բերանը ուղարկելու միջոցով դուք այդ երկու փարան եք աշխատում։ Ու ես չեմ հոգնելու դա կրկնայլու, երբեք չեմ հոգնելու, ուզում եմ 7 տարի լինի, ուզում եմ 17 տարի, ուզում եմ 77 տարի լինի, ուզում եմ 77 հատ կյանք ապրեմ այս մոլորակի վրա, գնամ գամ, ես անընդհատ այդ կրկնելու եմ։ Որտեւ այս ամեն ինչը շատ խորքային արժե համակարգերի մասին է, որը ուղակի կապ ունեն մեր ազգի ծագումնաբանության եւ առաքելության հետ։ Երբ որ դու քո բնույթից, քո էից դու անջատվում ես, դու հրաժարվում ես, դու ավելի ծանր պատժի ես արժանանում, քան այն ավելի չիմացող, չհասկացող նման առաքելության բերանտակ չգտնվող մեկ այլ էթնոխումբ, մեկ այլ ազգ։ Այնպես որ այս ամեն ինչը շատ լուրջ է։ Իսկ հայկական մամուլ գալը իրանական, իսրայելյան, արաբական եւ այլ մամուլներից հետո ուղղակի իմ մոտ ողբերգականության ինչ որ sense տրամադրվածություն է ստեղծում։ Մարդու ուզում է լացի այդ ողբալի վիճակից, մարդու ուզում է լացի այդ համատարած ծափահարվող անգրագիտությունից, մակերեսայնությունից խնդիրներին վերաբերող, որը թելադրվում է չնդդիմության կողմից, բամբասանքների level-ով ինչ որ դիալոգներ տանելը, դա ներկայացնելը որպես ներքաղաքական երկխոսություն, երբ որ չկա այդ երկխոսությունը, չկա հակադարձ կարծիք ունեցողների գիտական ճիշտ մոտեցմամբ իրար հետ քննարկումը, որը պետք է բերի ինչ որ ընդհանուր հայտարարի, որը պետք է ծառայի մեր երկրի ազգային անվտանգության շահին։ Եվ մենք կարողանանք ազգային անվտանգությունը ապահովելով ապահովենք մեր ազգային ներուժի աճ, առաջընթաց, մտավոր թռիչք, առանց որի որևէ տնտեսական թռիչք ոչ միտեղ տեղի չի ունենում։ Դուք ծառայում եք մեր հասարակության բթացմանը, որտեղ դուք ինքներդ եք բթացած ու ես գիտեմ որտեղից է այդ բթացման աղբյուրը ով ասելություն ու ինչքան է տալիս։ Դրա համար չեմ լռելու։ Այս բանակցությունները շատ կարևոր են, որովհետև Իրանի դեմ ինչ որ պետք է կատարվի, ուղղակի արտացոլվելու է մեզ վրա, շատ ակտիվ է գործում թե Թուրքիան եւ թե Իսրայել-Ադրբեջանի հետ, կատարում են որոշակի հայտարարություններ, անկախ նրանից ներքաղաքական ինչպիսի process-ների մեջ են նրանք գտնվում։ Այդ ներքաղաքական process-ների ճգնաժամայնությունը, ճգնաժամային ավելի տարբերակով զարգանալու process-ին ուղղակի ներազդում են Իրանը եւ Չինաստանը եւ մենք ազգային կերպարում
ունեցող իշխանություն ունենալու դեպքում Հայաստանում եւս կարող ենք միանալ այդ գործընթացին եւ այնժամ միայն կարողանալով ներազդել այդ ներքաղաքական շատ կարևոր process-ների վրա, ինչպես օրինակ Թուրքիայում Էրդողանի դեմ այս ամեն ինչը, Ալիևի դեմ բոլոր հնարավոր տարերայնությունները, այսպես ընդդիմադիր տենդենսները, բռնապետություններ են երկուսն էլ կամ Իսրայելում այն ինչ որ տեղի ունենում, մենք պետք է այնպես ամուր կանգնած լինենք, որ իսկապես իրենց հասարակությունները հասկանան, որ չի կարելի գնալ քո հարևանին կոտորել ու դրանով ապահովել քո դիկտատորի աթոռը, քո դիկտատորի անձնական եկամտի, իրենց ընտանիքի անձնական եկամտի բոլոր աղբյուրները, որը կատարյալ պատկերն է թե Նետանյահուի ընտանիքի, թե Էրդողանի ընտանիքի եւ թե Ալիևի ընտանիքի, եւ սա է իրողությունը։ Դուք ուրիշ ձև չեք կարա այտենց ներկայացնեք, չեք կարա ճշմարտությունը թաղեք։ Հնարավոր չի դիկտատորների հետ ունենալ խաղաղ պայմաններ, վստահել նրանց խոսքին, վստահել, որ որևէ ստորագրված փաստաթուղթ նրա կողմից հարգվելու է, ոչ նա իր աթոռը պահելու, կենտրոնացված ուժային իր համակարգը իր տակ պահելու խնդիրը լուծելու համար անդադ ալան-թալան ու ավար է իրականացնելու, որպես այդ ավարը բաժանի իր փոքրիկ իշխանիկներին, իրանք ապրեն, ոնց որ կոկոլին ու կոկեկելին է տենց պահում։ Ու չընդդիմության որոշ անասունների։ Այս բանակցությունների մասին պետք է ավելի ընդլայնված ձևով խոսել միջուկային պոտենցիալի մասին, խոսել միջուկային համաձայնագրի շուրջ գնացող բանակցությունների մասին, որպեսզի հասկանանք տարածաշրջանը ինչպես է ընթանալու, որովհետև առաջին բանակցությունը, որ տեղի ունեցավ Իրանի հետ, ամենի կողմից միջնորդավորված Օմանի արտգործնախարարի միջոցով հայտնի դարձավ, որ Իսրայելի պահանջները, որոնք դեռևս 2015 թվականից ի վեր էր Նետանյահուն անընդհատ շեշտում, չեն իրականանում, որտեղ այն ինչ որ Նետանյահուն պահանջում է, դա ծառայելու է հենց պրոֆեսոր Մերշայմերի, Ջեֆրի Սաքսի նկարագրած գերնպատակին, Իրանին դարձնել Սիրիա կամ Իրանին վերածել Լիբիայի։ Ասում եմ, որ դուք ոչ միայն միջուկային համաձայնագրի, միջուկային պոտենցիալի մասին պետք է համաձայնություն կայացնեք, այլ նաև ձեր հրթիռային ծրագրերի, այլ նաև ձեր պրոքսի ուժերի հետ ձեր փոխհարաբերությունների։ Այսինքն խոսքը գնում է Եմենի մասին, Անսարուլայի, խոսքը գնում է Հեզբոլլայի մասին, խոսքը գնում է որոշ չափով Համասի մասին, Իրաքի դիմադրության շարժման բոլոր բաժանմունքների մասին, որոնք շատ կարևոր դեր են խաղացել 15 տարի շարունակ տարածաշրջանը կեղեքած ԻԳԻԼ-ի դեմ պայքարում, այսինքն դրանք մեծ կշիռ ունեցող կառույցներ են, առանց որոնց միջամտության ԻԳԻԼ-ը հիմա կուլ էր տվել ամբողջ մերձավոր արևելքը, այսինքն դա հենց այնպես պրոքսի չի, դա հենց Իրանի զակազը չի իրականացնում։ Այդ խմբավորումները կազմավորվել են ճգնաժամային պայմաններում, շատ խրթին իրավիճակներում, որպեսզի թույլ չտան կատարյալ կոտորած եւ ոչնչացում եւ բնաջնջում, այդքան բան։ Ու առնվազն պետք է Իրաքի պատմությանը մի քիչ տենց հարգանքով վերաբերել, որպեսզի այդ նյուանսները հասկանալ, նույնը Լիբանանի հանդեպ եւ Սիրիայի հանդեպ։ Մենք պետք է հասկանանք, նրանք են մեր հարևանները եւ մենք շատ ավելի մոտ են գտնվում, քան նույն Մոսկվան եւ քան նույն Վաշինգտոնը կամ Բրյուսելը, եւ որ այնտեղ մեր պատմական հայրենիքի արմատներն են, մեր մշակութային միահյուսվածությունն է եւ մեր կարևոր առաքելության հիմնական աշխարհագրական կետերն են այնտեղ։ Հայտնի դարձավ, որ եթե պրոքսիների մասին խոսք գնա այդ բանակցություններում, հրթիռային ծրագրի մասին խոսք գնա այդ բանակցություններում, խոսք գնա այդ բանակցություններում, թե Իրանը պետք է ունենա միջուկային պոտենցիալ, թե ոչ, ԱՄՆ-ին խրախուսված է նման հարցեր չբարձրացնել։ Խրախուսել էր Խամենեյը, խրախուսել էր Իրանը առանց մեկ հատիկ քայլ հետանելու Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի օժանդակության բնականաբար, առանց ետ քայլ անելու բանակցային process-ից, որովհետեւ անընդհատ սաբոտաժի ենթարկում բանակցային գործընթացը Իսրայելի կողմից, ինչպես արվում է Գազայում, արվում է Լիբանանում, Սիրիայում, Իրաքում եւ փորձվում է անել անընդհատ Իրանի դեմ։ Այս ընթացքում անընդհատ հարձակումներ են տեղի ունեցել, անընդհատ Նետանյահուի մամլոմիջոցները են Համասի այսինչ հրամանատարին ոչնչացրեցի, Հեզբոլլայի այսինչին ոչնչացրեցի, հա, դու ստանում ես հետախուզական տվյալներ անգլիական, ֆրանսիական, թուրքական հետախուզության միջոցով, թիրախավորում ես ինչ-որ մեկի սպանում ես։ Ներկայացնել, որ դրանք ինչ-որ տենց ահաբեկչական կազմակերպություններ են, անգաղափար, չէ, անգաղափարները իգիլականներն են, որ այսպես հաճույք են ստանում երեխա մորթելուց ու դնում են այդ նկարները, ոնց որ Իսրայելն է հաճույք ստանում պաղեստինցի երեխեքին ողջ այրելուց ու այդ կադրերը տարածելուց։ Խոսքը գնում է կազմակերպությունների կառույցների մասին, որոնք ազգային գաղափարախոսության կրողներ են, արաբական էթնոսի հետ կապված։ Դուք ընդունում եք դա, չեք ընդունում, իրանց տանձին չի ու ճիշտը դա է։
Իրանց գաղափարախոսությունն է, իրանց լինել չլինելու խնդիրն է, այսինքն այդ գաղափարը դու չես կարող սպանես։ Քանի նման առաջնորդների են սպանել եւ ոչինչ այդ հարցը չի լուծվել որևէ կերպ։ Դա արվում ավելի շատ Նետանյահուի, այսպես PR-ը ապահովելու համար, որ նա դեռևս ինչ որ տենց արդյունքներ է արձանագրում, բայց արդյունք չի արձանագրում, ինքը կատարյալ ոճրագործ է, ոճրագործությանը մասնակցում է կատարելապես ԱՄՆ, իր բոլոր զինատեսակներով, հետախուզական հսկայական իր պոտենցիալը տրամադրելով Իսրայելին, եւ այս պայմաններում է, որ Իրանը այդ զիջումը չի կատարում, այդ հետքայլը չի կատարում։ Այդ քայլերը արվում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից, որպեսզի նրանք վախենային այդ հսկայական ռմբակոծումները Եմենում, անընդհատ ներկայացնելը սրանց սպանեցինք եւ նրան մորթեցինք, բայց ամեն անգամ ի պատասխան գալիս է հարված, թե Անսարուլլայի կողմից, թե Համասի կողմից։ Հեզբոլլան ոչինչ չի անում, ոչ մեկի չի խփում, ուղղակի գնում է իր գյուղում ապրելու։ Ասում է, եկել է գյուղում ապրի, եկել է սահմանի վրա գյուղում ապրի, հələ դրանն է, ինչ էինք ստեղ ապրում։ Ու փորձում են թիրախավորել։ Մարտի 21-22-ին Լիբանանի հարավում ուղղակի պրովոկացիա եղավ, ուղղակի Իսրայելը ասեց այդ Հեզբոլլան է հարձակվել, եկավ ինքը հարվածեց ու մարդկանց սպանեց, բայց Հեզբոլլան չէր այդ հարվածը կազմակերպել։ Եվ հսկայական ճնշում է կատարվում նորընծը Լիբանանյան վարչակազմի դեմ, որպեսզի նրանք զիջումների գնան, որպեսզի նրանք իբրև թե նու քանդեն Հեզբոլլան, ճնշումն է տեղի ունենում Իրաքում, որպեսզի նրանք քանդեն իրաքյան դիմադրության շարժման բոլոր ռազմական միջոցներին, որոնց մի մասը ներգրավում է արդեն Իրաքի բանակի կազմում, նրանք ոչ միտեղ չեն գնում, եւ կրկնում եմ միաժամանակ հզորանում է, բարգավաճում է ԻԳԻԼ-ը Իրաքում եւ Սիրիայում։ Խոսքը գնում է առնվազն 15000 պատրաստ կռվի պատրաստ էակների մասին եւ դրանց հետ ասոցացված շատ ավելի մեծ խմբավորումների մասին արդեն Աֆրիկայում պատրաստվում են մոտ 300,000 իգիլականներ, որոնք ինչ որ մի պահ պետք է միանան եւ իրականացնեն որոշ գործողություններ եւ որոնց դեմ Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը պետք է անպայման որոշակի գործողություններ տանեն, որովհետեւ Իրանի դեմ հարձակման դեպքում խոսքը գնում է հսկայական տարածքի մասին, հսկայական մեծ ժողովրդի մասին, ես այդ թշնամու տեսանկյունից եմ ասում, իրենք հաշվում են, որ տենց փոքրիկ Սիրիայի օպերացիան Իրանի հետ համեմատած շատ փոքրիկ, այսպես մի պրոյեկտ է, մի քանի 100 հոգանոց խմբով իրականացված, որոնք հիմա արդեն ինչ որ տենց ռեսուրսների կարիքներ ունեն, որպեսզի կատարելապես ժողովրդին բռնաճնշումների ենթարկեն, ապա Իրանի պես տարածք, Իրանի պես ազգաբնակչություն ունեցող երկրի համար հաշվարկում է, որ շատ ավելի մեծ քանակով 100,000-ներ անցնող քանակի զինյալների կարիք են ունենալու եւ անպայման Իրանի թուլանալու դեպքում, Իրանի դեմ հնարավոր հարվածի դեպքում շատ հսկայական հարված է հասցվելու նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ իսկ պատճառով էլ այդ լավ ոստիկան, վատ ոստիկան խաղը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների միջև ինձ համար եւ այլ մասնագետների համար տարածաշրջանում զբաղվող շատ ակնհայտ է, որովհետեւ նրանք ոչ միտեղ չեն գնում, նրանք անընդհատ կուտակվում եւ անընդհատ նոր սպառազինություններ եւ այլն են բերում, վարձկաններ են բերում, այսինքն ռազմական խորհրդականներ են բերում, ռազմական հետախուզության տեխնիկական մարդկային կապիտալ ռեսուրս են բերում, այդ ամեն ինչը հենց այնց չի արվում, դրա համար հիմա այսպես դիլեմա է առաջացել, որ ասում են միգուցե այդ զինատեսակները Տրամպը բերում լցնում է, որպեսզի դա այսպես ճնշման գործիք լինի, որպեսզի դիմացինը վախենա, գնա ինչ-որ զիջումների եւ այլն, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ Իրանը ասում է ուժի սպառնալիքը չպետք է կիրառվի, երբ որ դու ուժի սպառնալիք կիրառեցիր, ես հետ եմ եւ այս շաբաթվա սկզբին տեղի ունեցավ այդ հետաքրքիր պահը, երբ որ մի օր Տրամպը ասաց, որ ինչ լավն է Իրանը, ինչպիսի հսկայական, ինչպիսի լավ հրաշք ժողովուրդ է, ինչ լավն է Խամենեյը, ինչպես է նա կարողանում մանևրել, ինչպես է կարողացել Օբամային ու Բայդենին իր տեղը ցույց տալ եւ այլն, բայց հետո տենց կրկին նույն օրը ինքը հայտարարում է, որ այ Իրան, տես դու այն ինչ որ ես քեզնից ուզում եմ այդ արա, թե չէ դու շատ վատ է լինելու քո համար, ու հիմա փորձագետները համարում են, որ այդ լավ ու վատ խոսելը արտացոլում է, որ ինքը որ քանի որ իր քարոզարշավը իրականացնելու եւ նախագահական աթոռին հասնելու համար գործվել է ուղղակիորեն սիոնիստական լոբիի ամբողջ պոտենցիալը եւ իր ընտանիքն է այդ լոբիին պատկանում, իր ընտանիքի գումարները, եկամուտները այդ լոբիից կախվածության մեջ են գտնվում, նա չի կարող այդ հայտարարությունները չանել։ Եվ այս հետաքրքիր նարատիվն էլ ծնվեց այս շաբաթ, որ Չինաստանի հետ տարիֆային պատերազմի հետևանքով ԱՄՆ չունի այն միջոցները, որոնք կպահանջվեն լայնածավալ երկարաժամկետ մեծ պատերազմի համար, ինչը միակ
միակ ֆորմատի պատերազմն է, որ կարելի է մղել Իրանի դեմ, եւ որ ԱՄՆ-ը չի կարողանալու այդ ֆորմատով պատերազմ մղել, հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, եւ ուրեմն ավելի ճնշումը պետք է գնա ինչ-ինչ ճանապարհներով, բանակցային գործընթացով հասնել որևէ կարգի համաձայնագրի Իրանի հետ։ Երբ որ նա այդպես ավելի պատերազմաշունչ, այդպես սիոնիստական լոբին համապատասխան հայտարարություն արեց, Իրանը անմիջապես ասաց, որ ինքը հրաժարվում է նախապես պայմանավորվածության համաձայն Հռոմում հաջորդ հանդիպումը կայացնել, որը տեղի պետք է ունենա այս շաբաթ օրը, այլ այլ ասում է, որ հանդիպումը տեղի ունենալու Օմանում։ Հետո Վիտկովը սկսեց արդեն Fox News-ին հարցազրույց տվեց, այնտեղ ասաց, չէ, հա, ինչպես նաև Իրանը ասաց, դուք մեր միջուկային ծրագրի մասին ոչ միտեղ մի ամբաղ-զամբաղ դուրս տվեք, որովհետև մենք մեր միջուկային ծրագրից չենք հրաժարվելու, մենք ոչինչ չենք անում, որ խախտում է միջազգային օրենսդրությունը, եւ որևէ կերպ չենք խաթարում գործընթացը եւ դուք իրավունք չունեք մեզից նման բաներ պահանջելու, ինչին հաջորդի Վիտկովը հայտարարեց Fox News-ի իր հարցազրույցում, որ խոսքը գնում է միայն ինչ-որ այսպես ուրանի հարստացման այսքան տոկոսի մասին, հետո այնտեղ Իսրայելից բողոքեցին, չէ՞ որ նա պետք է ասեր, որ առհասարակ Իսրայելը չպետք է, Իրանը չպետք է որևէ միջուկային միջոցներ ունենա եւ այլն, դա շատ հետաքրքիր բառախաղ է, որովհետեւ երբ որ դու ասում ես, ինչ երկրի չպետք է միջուկային ներուժ առհասարակ զարգացնի, դու նաեւ խփում ես իր զարգացման հնարավորությանը, որովհետև միջուկային ճյուղի զարգացման պրերոգատիվները հիմք են հանդիսանում, որպեսզի դու ունենաս հետաքրքիր գիտական աճ, արդյունաբերական աճ քո երկրում, դա թելադրում է, որ դու այլ տրամաբանությամբ կազմակերպես քո կրթական գիտական ոլորտ ամբողջապես ավելի ամրապնդես քո սուվերենությունը, այսինքն Իսրայելին իսկապես հարկավոր չէ սուվերեն Իրան իր սահմաններով ինքնաբավությամբ, որովհետև իր միջուկային ծրագիրը եւ հրթիռային ծրագիրը ապացուցում է, որ Իրանը ինքնաբավ երկիր է, որ կատարյալ պատժամիջոցների պայմաններում նա կարող է իրականացնել այն, ինչ որ իր ազգային անվտանգության ամենակենսական խնդիրն է, իրականացնել այն մեծ պատվով, հաշվի առնելով, որ 79 թվականի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո Իրանը համարյա բանակ չուներ, հոբ համակարգ չուներ, ոչինչ չուներ, ավելի թիրախավորելի էր, ավելի թույլ դիրքում էր գտնվում։ Եվ Վիտկովի այդ ինչ-ինչ հայտարարություններից հետո կրկին այսօր հայտարարվեց, որ այո, հանդիպումը տեղի կունենա ի վերջո Հռոմում, բայց միջնորդը մնալու է Օմանի արտգործնախարարը, ինչպես նաև հսկայական դիվանագիտական ջանքեր Արաքչիի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, անընդմեջ հեռախոսազանգեր տարածաշրջանի բոլոր երկրներին, կարևորագույնը Սաուդյան Արաբիան է, կարևորագույնը Էմիրատները, Թուրքիան կարևորագույն, որովհետև խոսքը գնում է այս երկրներում զետեղված ամերիկյան ռազմամիջոցների օգտագործման մասին, ինչպես կարող են Իսրայելը եւ ԱՄՆ-ը պոտենցիալ հարձակման դեպքում Իրանի դեմ օգտագործել այս երկրներում զետեղված ռեսուրսները կամ իրենց կողմից ֆինանսավորված, իրենց հետ փոխկապակցված կամ ուղղակի իրենց ռազմաբազաները։ Խոսքը գնում է նաեւ Բահրեյնի, Քուվեյթի մասին, Եվ այդ բազում հեռախոսազանգերից հետո այսպես կրքերը մի տեսակ ավելի հանդարտվեցին, այդ երկրները ավելի ռեալ եւ ստույգ փորձեցին շոշափել գետինը, թե Իրանի դեմ հարձակումը ինչը նշանակելու իրենց երկրների համար, որովհետեւ Իրանը կրկնում եմ հետքայլ չի իրականացնում Իսրայելի եւ ԱՄՆ-ի անզիջում կոտորածները, որ շարունակվում են տարածաշրջանի նշածս երկրներում, նպատակ են հետապնդում վախեցնել, սարսափեցնել Իրանին։ Իրանը բայց ոչ միայն չընկրկեց, այլ միևնույն ժամանակ Սուդանում նա շատ մեծ հաղթանակ արձանագրեց, որովհետև այնտեղ, ինչպես որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի եւ Էմիրատների իրականացրած հարձակումների դեպքում ԱՄՆ-ի կողմից հրահրված եւ Իսրայելի կողմից հրահրված, ԱՄՆ-ի կողմից հրահրված, որպեսի պարտադրի այդ երկրներին Իսրայելի հետ մտնել ուղղակի դիվանագիտական խորքային հարաբերությունների մեջ, այսինքն ուղղակի ասեմ, այդ երկրները ծախվեն Իսրայելին առանց Պաղեստինի պետություն ճանաչելու, համաձայնեն, որպեսի Գազան իր բնակչությունից զրկվի, արևմտյան ափը զրկվի, պաղեստինցիներ չլինեն, այդ ամեն ինչը դառնա Իսրայել, բայց կրկնում տարածաշրջանի բոլոր երկրները գիտեն, որ պաղեստինցիների հետ այդպես վարվելու դեպքում թույլ տալու, որ վարվեն այդպես պաղեստինցիների հետ, նույն կերպ հենց հաջորդ իսկ օրը վարվելու է Իսրայելը իրենց հետ, ընդ որում Իսրայելը դա չի թաքցնում, բուն Նեթանյահուի մասին է խոսքը գնում, նա ՄԱԿ-ում ներկայացրել է Մերձավոր Արևելքի նոր քարտեզ, որտեղ Իսրայելի տարածքում մտնում են այլ երկրների տարածքներ։ Այսինքն ինքը այդտեղ իգիլականներով, շմիգիլականներով իրականացնելու է հսկայական մեծ պատերազմական արշավներ, որպեսզի սիրիականացնի նույն Սաուդյան Արաբիան եւ Էմիրատները։
Սուդանում Իրանը կարողացավ Էմիրատների նշանակյալներին հեռացնել Խարթումից, այնտեղ հաստատել պրո-իրանական, պրո-ռուսական իշխանություն, որոնք բնիկներն են հենց Սուդանի։ Դրանով նաև Ռուսաստանի Դաշնության համար կարևորվում է իր նորաստեղծ ռազմածովային բազայի կենսականությունը, որպեսզի այն չունենա այն խնդիրները, որոնք ծառացել են ներկայումս Սիրիայում Ռուսաստանի Դաշնության բազաների դեմ։ Այսինքն, այս բանակցային process-ին ուղեկցող ռազմական գործողությունները, հիբրիդային որակի քայլերը ցույց են տալիս, որ Իրանը կարողանում է հայլային հետ արտացոլել, հետ հարված հասցնել իր շահերի դեմ կատարվող ոտնձգություններին, հավասարաչափ ձևով։ Եմենցիները չեն ընկրկում, Համասը չի ընկրկում, Հեզբոլլան չի ընկրկում, Իրաքի դիմադրության շարժումը չի ընկրկում, երբեք չի կարելի սխալ թույլ տալ, ասելու, որ այդ շարժումները սպասում են հեռախոսազանգի Իրանից զանգում, իրանց ասում են, իրանք ինչ անեն, Իրանն է իրանց կաթի կերցնում, գոգնոցի կապում, ճաշի կերցնում, ոչ։ Գեներալ Սուլեյմանի հմտությունը եւ դրանով իսկ ամենի համար ահ սարսափ լինելը կայանում էր նրանում, որ նա ստեղծել է ինքնաբավ խմբեր, որոնք կազմված են գաղափարախոսության շուրջ, ոչ ծայրահեղական, այլ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամեն մեկը իր տեղում, իր ունակությունները զարգացնելու, դրանց վրա հենվելու ընդունակությունների ինստիտուցիոնալ մի ամբողջ կառույց։ Այդ իսկ պատճառով էլ քանի տարի է արդեն անընդհատ ԱՄՆ 10 միլիոն է խոստացել ցանկացած մեկին, ով ցույց կտա, ինչպես են Թեհրանից ինչ-որ ֆինանսական միջոցներ հոսում դեպի այդ ուրեմն կառույցներ ու երբեք էլ տածել չի գտել այդ հանելու կետ X-ը չի գտել, այսինքն այստեղ չի կարելի թերագնահատել Իրանի բարձրաստիճան ռազմական դիվանագիտական ներկայացուցիչների խոսքերը առեմ, որ դրանք ինքնաբավ կառույցներ են, անկախ գործող, ի տարբերություն նույն Թուրքիայի եւ Իսրայելի, ասենք նայում եք Կոկոլին, Թուրքիայի մարիոնետն է, այնտեղ մարիոնետներ չկան, ու այնտեղ տգետներ չկան։ Այսինքն դա երևում է այդ լիդերների ոչ տգետ լինելուց, ոչ մարդակեր մարդասպան լինելուց։ Եվ անընդհատ նրանք են, որ թիրախավորվում են, իրենց սպանում են, նրանք նահատակվում են, նրանց փոխարեն գալիս են նորերը։ Եվ այդ կոնցեպտն է, որ կարողացել է Իրանի համար ապահովել այս բանակցային ներկայիս դիրքը։ Այսպիսով հասանք այն կետին, որտեղ հրթիռային համակարգը չի հարցի քննարկվել, հարցի խնդրի քննարկման առարկա չի լինելու եւ ինչպես նաեւ այդ պրոքսիների հարցը ոչ ոք չի բարձրացնելու։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք ԱՄՆ-ի որոշ չափով ընդունելը, որ իրենք չունեն այդ ընդունակությունը, այդ հերթական մեծ պատերազմը մղելու եւ փորձում են ինչ-որ այսպես պատվով դուրս գան այդ պարտված իրավիճակից կամ առնվազն այդպես ձևացնում են, որպեսի ժամանակ շահեն, որպեսի կարողանան ինչ-որ այլ ճանապարհներ գտնեն, ավելի մաքսիմալիստ ագրեսիվ իրենց իրական ռազմավարությունը իրականացնելու համար։ Այսինքն այդ մաքսիմալիստ ռազմավարության դռները, ճեղքերը, հնարավոր այսպես փոքրիկ պատուհանիկները, որ կարող է արևմուտքը ստեղծել թիրախավորելով այդ Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Իրան համագործակցությունը, այդ երեքը զբաղված են այդ ճեղքերը փակելով եւ միաժամանակ հայելային ինչ որ հարվածներ եւ պատասխաններ տալով, միաժամանակ պարտադրելով դիմացինին գալ բանակցային սեղանի շուրջ, շարունակելով մեծ առևտրային պատերազմը, որի հիմնական թիրախը դոլարի գլոբալիզացված այսպես դոմինանտության դիրքը սահմանափակելն է, թող մնա իր այսպես մայրցամաքում դոլար անդեղ ինչ ուզում է թող անի, այստեղ մյուս երկրների միջև հարաբերություններում թող ոչ մի ձև չփորձի դա միջամտել, եւ սա ուղղակի ազդեցություն ունենա նրանց ընդունակությունների վրա, արևմուտքի ընդունակությունների վրա, ռազմական սնուցումը ապահովել, թիկունքը ապահովել դեպի իր պրոքսիներ, որպեսզի նրանք կռիվներ մղեն ընդդեմ Չինաստանի, Իրանի կամ Ռուսաստանի Դաշնության։ Ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ի քայլը ցույց է տալիս պարտված կայսրություն, որը փորձում է պատվով դուրս գալ խրթին իրավիճակից։ Այս պահի դրությամբ։ Եվ այսօր շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել։ Առաջինը, որ New York Times-ը արտահոս կարած ներկայացնում է, ինչպես Նետանյահուն, երբ որ գտնվում էր Վաշինգտոնում, ուղղակի հարց է դրել Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի միասին հարձակման խնդրի, որ շատ է անհրաժեշտ դա իրականացնել, Իսրայելը միայնակ չի կարող դա անել, եւ հսկայածավալ այսպես հոդված են գրել, որտեղ ներկայացնում որ Թրամփի վարչակազմը ուներ լուրջ պլաններ, լայնամասշտաբ Միացյալ ԱՄՆ-Իսրայել հարված
հասցնելու Իրանի միջուկային օբյեկտների դեմ, սակայն նախագահ Տրամպը հրաժարվեց այդ ծրագրից, նախընտրելով գնալ բանակցությունների ճանապարհով եւ ոչ թե ռեգիոնալ պատերազմի ճանապարհով, այստեղ նաեւ պրոֆեսոր Մերշայմերը ներկայացնում է, եւ ոչ միայն պրոֆեսոր Մերշայմերը, բազում մասնագետներ, թե բրիտանական եւ թե ամերիկյան ամենաառաջատար մամլոմիջոցներում ներկայացրեցին, որ ունի պոտենցիալ ԱՄՆ Իրանի դեմ հարձակման դեպքում ճշգրիտ գնահատական տալու, թե հակահարված ինչպիսի էսկալացիայի կտանի, որտեղ հակահարված հաստատ լինելու եւ ոչ ոք կասկածի տակ դա չի դնում, բայց ինչպիսի էսկալացիոն բնույթ է կրելու, ինչպիսի մոդելներ են գործելու ռեգիոնալ պատերազմի դեպքում։ Եվ այդ ռեգիոնալ պատերազմի մոդելավորումը կարևոր է կանխավ, որովհետեւ դու հետո պետք է դրան համապատասխան արձագանք կարողանաս ապահովել։ Դու ունես այդ հնարավորությունը։ Այդտեղ է որ ԱՄՆ-ի տնտեսության ներկայիս իրավիճակին մոտիկից հետևողները ներկայացնում են, որ ԱՄՆ-ը չունի այն ֆինանսական միջոցը երկարաժամկետ պատերազմ մղելու, խոսքը գնում է ռեգիոնալ էսկալացիայի դեպքում հավուր պատշաճի պատասխան տալու ընդունակությունը, որովհետև կա Չինաստան, որովհետև կա Ռուսաստանի Դաշնություն։ Ուրեմն Իրանի հետևում է, Իրանը մենակ չի լինելու եւս։ Ուրեմն ըստ New York Times-ի հոդվածի ռազմական New York Times հոդվածի հոդվածագրերի կողմից ձեռք բերված իջուրզեկույցի ռազմական հարձակումը Իրանի դեմ շատ ակտիվորեն քննարկվել է վարչակազմի ներսում վերջին մի քանի ամիսների ընթացքում շարունակաբար ու նախագծված էր, որ մայիս ամսին է տեղի ունենալու, մայիս ամսի սկզբներին Հարվածները պետք է լինեին միացյալ ԱՄՆ Իսրայելի կողմից եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն անձամբ ճամփորդել էր Վաշինգտոն, որպեսզի համոզեր Տրամպին կանաչ լույս տալ, որպեսզի նա սկսի այդ պատերազմը, իսկ Տրամպը հրաժարվել է, այդպես գրում է New York Times-ը։ Բազում բարձրաստիճան պաշտոնյաներ Տրամպի վարչակազմում, ներառյալ պաշտպանության նախարարը նախազգուշացրել են, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում հետևանքները կլինեին աղետաբեր եւ դա շատ տարակուսելի գնահատականի կարժանանար նման քայլը ԱՄՆ հանրության կողմից, այսինքն հանրային կարծիքն էլ առհասարակ իրենց կողմ չէ։ Ինչպես նաեւ նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն առաջարկել է շատ ամբիցիոզ ծրագիր, ըստ որի իսրայելյան կոմանդոները պետք է ուղղակի գետնի վրա իրականացնեն ստորգետնյա միջուկային օբյեկտների թիրախավորում Իրանի ամբողջ տարածքով Նետանյահուն ցանկացել է, որպեսզի այդ կոմանդոսների իրականացվելիք օպերացիաները ամբողջապես աջակցվեն Ամերիկայի կողմից, ամերիկյան օդուժի կողմից օդից ռմբակոծությունների հետ միաժամանակ, եւ երբ որ իսրայելյան պաշտոնյաները բարձրաստիճան ռազմական Նետանյահուին ասել են, որ նման ծրագիրը չափազանց խրթին է, չափազանց բարդ է եւ միմիայն հոկտեմբեր ամսվա հաշվարկով կարելի կլինի ամբողջապես ծրագրավորել նման օպերացիա, նա անմիջապես պահանջ է ներկայացրել, որ դա պետք է շատ արագ իրականացնել եւ պետք է մայիսին պատրաստ լինի նման ծրագիր, այստեղ է, որ ես ուզում եմ ձեզ նշել այդ ներքաղաքական ճգնաժամի կոնտուրները Իսրայելի, որովհետեւ Նետանյահուի իր կնոջ, իր թայֆի, այսպես ասեմ, դեմ մի քանի քրեական գործեր են հարուցված, այդ քրեական գործերը ուղղակի ճճում են նրանց կոռումպացված լինելու մասին, նրանց կողմից պաշտոնական դիրքի չափազանց մեծ որակի քանակի մասշտաբի չարաշահումների մասին, կոծկումների մասին, այլ պետություններից ֆինանսավորում ստանալու մասին, որ ավելի կծառայեն հենց Նետանյահուի ընտանիքի կամ կլանի շահերին, քան պետության շահերին, եւ ի վերջո նրան պետք է նրա դեմ ընթացող դատավարությունները շատ ավելի սեղմ ժամկետների մասին են խոսում, այսինքն հետաքրքիր է, որ նա հոկտեմբեր ամսից վախենում է, որովհետև մինչև հոկտեմբեր ամիս այդ դատավարությունների ընթացքում, որոնք ընթանում են շատ բարձր հանրային ճնշման ազդեցության պայմաններում, հանրային ճնշում Նետանյահուի դեմ, ի պաշտպանություն իրենց դատական համակարգի, իրենց ուժային համակարգի, որին ուզում է թիրախավորել Նետանյահուն, նամակներ են գրվում ռեզերվիստների կողմից բանակի, նախկին Մոսադի աշխատակիցների կողմից, տարբեր ոլորտի աշխատողների ասոցիացիաների կողմից, որ իրենք դեմ են Գազայում անիմաստ պատերազմի, իրենք դեմ են որևէ կերպ Իսրայելի շահը այլ կերպ օգտագործելուն
Այլ ցանկանում են Նետանյահու հեռացումը։ Դա է ստիպել, որպեսզի նա պահանջի իր ռազմական գործիչներից, որպեսզի նրանք ավելի արագ ընթացք տան այդ գեր ամբիցիոզ ծրագրին, այնտեղ Իսրայելի կոմանդոսները գնում են Իրանի տարածքով, մտնում են միջուկային օբյեկտներ, որովհետև նրանք այնպես են կառուցված, որ իսկապես ոչ բոլորի դեպքում որ ռմբակոծությունը ինչ որ տես ներազդեցություն ունենալու է։ Ինչպես նաև New York Times-ը գրում է, որ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական ուժային համակարգի կողմից կատարված գնահատականները միաձայնորեն ցույց են տալիս, որ որևէ կարգի արդյունավետություն Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակումները չեն ունենա, եթե դրանք կատարվում է Իսրայելի կողմից, մենակ Իսրայելի կողմից, այլ պարտադիր պետք է լինի շատ զգալի ամերիկյան համագործակցություն այդ առումով, այսինքն կոպիտ ասած Ամերիկան է այդ անելու։ Իսրայելը տենց են որ եզի ականջում նստած հայտնի առակի այդ փոքրիկ ճանճն է, որն որ եզը հոգնած գալիս է դաշտից, բայց ականջում վերգած ճանճը որ սաղոր այդ ականջի մեջ քնել է, այնտեղ այդ եզը այնքան հոգնած է, իրան ասում են Եզո ջան, որտեղից, Եզոն դաժե հոգնած է, այնքան հոգնած է, որ պատասխանի, ճանճը եզի ականջում նստած ասում է վարում էինք վարատեղից, իմի, սրանք սենց վարատեղի ճանճը, այսինքն իրենք չեն կարա Ամերիկան այդ պատերազմը սկսելու։ Դրա համար անընդհատ մենք տեսնում ենք հատկապես Անսարուլայի հայտարարություններում, որ ԱՄՆ դում հասնակցում է այս բոլոր ոչրագործություններին։ Մենք տեսնում ենք Իրանի բարձրաստիճան ռազմական, քաղաքական, դիվանագիտական պաշտոնյաների կողմից այդ նույն հայտարարությունը, որ ԱՄՆ մասնակցում է այս բոլոր ոչրագործություններին։ Ուրեմն ամերիկյան հետախուզության տվյալները, ասում է New York Times-ը, ցույց են տալիս, որ անգամ ամենաուղղակի ամերիկյան աջակցության պայմանում լայնամասշտաբ հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների դեմ սկիզբ կտար այն process-ի, որտեղ Իրանի միջուկային զենքի դոկտրինը կփոխվի, իսկ նա դոկտրինը թելադրում է չունենալ զենք, որպես այդպեսին նպատակ չդնել այդ զենքը կառուցել, բայց ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ուղակի սպառնալիքի դեպքում այդ զենքը իրեն կարողանան կարճ ժամանակում հավաքեն։ Եվ այդ զենքը օգտագործեն, այսինքն դիմացինը պետքա տա անհերքելի ուղակի սպառնալիքի առիթ, կազուս բելում, որը կհիմնավորի այդ զենքի լինելը եւ օգտագործվելը։ Ուրեմն ԱՄՆ հետախուզության ծառայությունները գնահատում են, որ նման ծրագրի դեպքում իրենք ավելի մեծ հակահարվածի ակնկալիք կունենային, որին պատասխանելը իրենց համար ներկապահիս անհասկանալի ինչպես կարող է կազմակերպվել օրինակ կարճ ժամանակի հատվածում եւ ընդհանուր որքան դա մեծ չարիք է բերելու ոչ միայն բուն է տարածաշրջանին, ամբողջ մոլորակին ու շատ փորձագետներ տարածաշրջանի ուղակի տարածաշրջանի հետ ծանոթ տարածաշրջանի հետ աշխատող իսկապես ասում են որ շատ ճիշտ գնահատական է ասել որ Իսրայելը Նետանյահուն շատ ամբիցիոզ ծրագիր է անում խոսել որ տենց պատկերացնում ես տենց իսրայելցի կոմանդոսները տենց Իրանի տարածքով քայլելով գնում են օբյեկտից օբյեկտ տենց կինո է այլ լրիվ Հոլիվուդ է ու նման բան են անում օրինակ են բերում 1980 թվականի հետաքրքիր кейսը որտեղ ԱՄՆ հատուկ ռազմական օպերացիա էր սկսել Իրանում կոչվում էր օպերացիա արծվի ճանք են ասում այդ օպշն Ուրեմն այդ ժամանակ Իրանը դեռ նոր էր հեղափոխության этаպով անցել նրա բանակը լրիվ անկազմակերպ վիճակում էր ոչ մի հոբ համակարգ ռադարային համակարգ գոյություն չուներ ու որևէ այսպես որտեղ որ կարելի է վայրեջ կատարել ռազմական օդանավներին կամ ուղաթիռներին տենց անապատոտ վայրերում նույնիսկ դրանք ոչ մի տես պաշտպանելու բան չունեն ասես լուբոյ բան կարար գարանդե իշներ հելներ ինչ որ մի բան աներ գար իրան սպաներ խոսքի էլի այդ տենց իրավիճակ է եղել այդ երկրում ու այդ ժամանակ ուրեմն շատ հետաքրքիր է Այսինքն այդ բոլոր խթանները գետնի վրա ունենալով հանդերձ ԱՄՆ ուղարկում է ուրեմն բաներ ուղաթիռներ ուրեմն 8 ուղաթիռներ ուղարկվել են բայց միայն 5-ն են հասել տեղ իր օպերատիվ կարգավիճակում եւս մեկը լրիվ փոթորկի ավազային շտորմի է հանձնվել եւս մեկը ամբողջապես խարխլվել է օդում ինչ-որ տենց քանդվել ջարդվել ընկել է իսկ
Այսինքն 3 ուղղաթիռը տենց տեղ չեն հասնում ու ամբողջ միսիան ընդհատվում է եւ հրաման է տրվում, որպեսի այդ միսիան ընդհատվի, իսկ ուղղաթիռներից մեկը ընկնում է մի տրանսպորտային օդանավի վրա ու ովքեր որ գտնվելիս են եղել այդ ժամանակ այդ տրանսպորտային օդանավում, դրանք բոլորը զոհվել են ու այս ամեն ինչը տեղ է ունեցել առանց մի հատ իրանցի զինվորի ներգրավման, այսինքն ոչ մի դիմադրություն տես չի եղել, այսինքն տեղանքը հասկանալու խնդիր կա, չես կարա տենց Թոմ Կրուզություն անասել, ինչպես որ գրում են որոշ այսպես փորձագետներ շատ սիրուն են էլի ներկայացնում, action movie չէ, էլի Հոլիվուդ չէ այս ամեն ինչը ու հնարավոր չի այդ նույն բանը տենց առանց թեթև հաշվարկներով բանոց թեթևի մեջ գալ ու այդ ամեն ինչը իրականացնել իրոպե Այս New York Times-ի արտահոսքը կատարվում է հիմա, երբ որ շաբաթ օրը պետք է հաջորդ փուլը լինի ԱՄՆ եւ Իրան անուղակի բանակցությունների արդեն իսկ ձեզ իմ կողմից նկարագրված թեմաների շուրջ, այսինքն որևէ խնդիր, որ Նետանյահուն ցանկանում էր, որ այնտեղ բարձրանա, իվարկյան որևէ խնդիր չի բարձրացվելու, ինչպես նաև շատ կարևոր կետ The Guardian-ն էր գրել այս շաբաթ, որ իբրև թե լիբիական մոդելն էր Իսրայելը փորձել առաջարկել, նո տենց էլ արել էր, առաջարկել էր, բայց ասել էր, որ իբրև թե լիբիական մոդելը շատ լավ կլինի Իրանի համար, այսինքն երբ որ դու սկզբում վերեսկենում ասում ես, այսինչ լիդերը ունի զանգվածային բնաջնջման զենք, ոնց որ Սադամի դեպքում են արել կամ Ասադի դեպքում, Սադամի դեպքում вообще ոչ մի զենք չկար, Ասադի դեպքում քիմիական զենք էր, որը օգտագործվել էր հենց ԻԳԻԼ-ի կողմից, բայց շարքցում էին բաների վրա, նո Ասադի վրա ու պետք է այդ զենքը, ասենք Ռուսաստանը վերցնի ի խնամություն իրեն, երաշխավոր կանգնի ու մնացած երկրները վազանցնեն տվյալ երկրի լիդերի դեմ ինչ-ինչ գործողություններ քայլեր անելուց, որը կբերի պատերազմի։ Այսինքն Սիրիայի եւ Լիբիայի եւ Իրաքի բոլոր кейսերը ցույց են տալիս, որ անգամ երբ որ այդ զենքերը ինչ որ մեկը վերցնում է իր խնամքի տակ եւ երաշխավոր է կանգնում, դա որևէ կերպ չի փոխում պատերազմական իրավիճակը, միևնույն է երկիրը ենթարկվում է ասպատակության, լիդերները ոչնչացման, երկիրը դառնում է անգլուխ եւ ով ուզում գալիս այդ երկրի նավթը, գազը, մնացած ռեսուրսները վերցնում իրենով է անում եւ ուղղակի անասելի մասշտաբի ու դաժանության ցեղասպանություններ են տեղի ունենում բոլոր հատկանիշներով սպանություններ, խոշտանգումներ, տանջանքներ, կանանց երեխաների ոչնչացում, կանանց երեխաների արք ու վաճառք, նրանց հավատափոխություն, նրանց ստրկության տալ, նոր մորթված մարդկանց օրգանների վաճառքի սև շուկա եւ այլն, ամենակատաստրոֆիկ բաները, որ կարող եք պատկերացնել։ Եվ Լիբիայի մոդելը ենթադրում է, որ Իրանն էլ պետք է ասի, հա լավ, իմ միջուկային արսենալը թող Ռուսաստանը տիրություն անի, ինչ որ տենց երաշխավոր կանգնի, ես էլ ինձ պոպսիկի պես կպահեմ, դուք էլ իմ վրա չեք հարձակվի։ The Guardian-ը գրել էր, որ նման բան ինքը ինչ որ բարձրաստիճան աղբյուրներից ինֆորմացիա է ստացել, որ որևէ կողմի չի տրվելու Իրանի միջուկային սպառազինությանը երաշխավոր կանգնելու պատիվը, անգամ Ռուսաստանին, եւ Իրանը նման բան չի անելու, որովհետեւ որևէ երաշխիք դիմանցի կողմը չի տալիս, որ իր դեմ ինչ որ բան չի ձեռնարկվի եւ կրկնում եմ այդ ամբողջ ընթացքում տեղի ունենում Իրանի հակահարված պատասխանը Սուդանում եւ տարածաշրջանում հստակ ընդգծվածություն, որ պրոքսիներին ոչ ոք չի ասելու, ուրեմն կազմալուծվեք, կազմաքանդվեք, ոչնչացեք, բնաջնջվեք եւ այլն, այսինքն որևէ բան, որ կթույլատնի Իրանի բանակցային դիրքը, Իրանը թույլ չի տալիս, որտեղ ասում է դու պետք է ցույց տաս քո բարի կամքը, որովհետև դու ապօրինաբար ես միջուկային համաձայնագրից դուրս եկել, դու ինդեմ օգտագործում ես ծայրահեղ պատիժների պատժամիջոցների ճնշման քաղաքականություն, որը հակաիրավական է, ուրեմն դու պետք է սկսես առաջին դրական քայլերը։
Եվ այս ամենի կուլմինացիան շատ հետաքրքիր, ինչու ես այսօր որոշեցի այս տեսանյութը անել, այն է, որ չսպասված կերպով, ուրեմն միևնույն ժամանակ, օքեյ, սպասված էր, որ առաջին պետք է այցելի Մոսկվա, բայց ինչ է նաև տեղի ունենում, միևնույն ժամանակ Քաթարի էմիրը եւս նույն օրը այցելում է Մոսկվա, եւ ամենահետաքրքիր երրորդ դեպքը այսօրվա չհայտարարված այց է տեղի ունենում պատմական մասշտաբների կարևորության շատ կարևոր այց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, որը ներկայիս Գահաժառանգի եղբայրն է, ներկայիս թագավորի մյուս տղան է, նա անձամբ գալիս է Թեհրան Եվ սկզբում ասված է լինում, գալիս է Իրանի գենշտաբի պետ, Իրանի բանակի գենշտաբի պետ Բագերի անձնական հրավերքով, բայց դա էլ է գաղտնի պահվել, այսինքն ոչ մեկ չի սպասել, որ նման այց է լինելու, ասում է, որ տենց հրավերք ա եղել, հրավերքինի պատասխան գալիս է, միևնույն ժամանակ այս հանդիպումներն ա լինում, առաջին Մոսկվայում է, Քաթարի էմիրը Մոսկվայում է, Քաթարը ուղղակի ներազդեցության տակ է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորելու ԻԳԻԼ-ը ունենալու որոշակի հարաբերություններ Իսրայելի հետ։ Նաև Սաուդյան Արաբիային նույն Տրամպի վարչակազմը անընդհատ պահանջել է Իսրայելի հետ ունենալ դիվանագիտական ուղղակի հարաբերություններ այդ Աբրահամյան համաձայնագրերի տրամաբանության շրջանակներում, ինչպիսին որ պարտադրված է եղել Էմիրատներին եւ Էմիրատները գնացել է այդ քայլին Եվ անընդհատ նախապայման է եղել, որ Սաուդյան Արաբիան եթե ցանկանում է ունենալ ինչ-ինչ միջուկային ծրագիր, ապա պետք է նա ունենա ուղղակի այդպիսի դիվանագիտական խորքային հարաբերություններ Իսրայելի հետ, որը ենթադրում է, որ Գազայի եւ մյուս հարցերում, պաղեստինցիների հարցերում ինքը չպետք է երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ, ինչ որ մի բան, այսպես ասած, պահանջի Իսրայելից, այլ պետք է Իսրայելի հետ համընթաց լինի եւ միևնույն ժամանակ էլ կրկնում եմ, այդ ԻԳԻԼ-ը պահվում է որպես մահակ Եթե քեզ խելոք չպահես, եթե մեր ասածը չանես, քո երկրում կլինի ինչ որ եղավ, չգիտեմ, Ասադի հետ, Սադամի հետ, Քադաֆիի հետ։ Իրանք շատ լավ են այդ հասկանում։ Եվ այնպես չի որ Քաթարը կամ Սաուդյան Արաբիան կամ Էմիրատները ուզենալով են ֆինանսավորում այդ ամեն ինչը։ Իրանց պարտադրվում է դա։ Պարտադրվում է Քաթարին, այսինքն այդ ԻԳԻԼ-ի ֆինանսավորումը եւ այլն, հարաբերություններ փչացնելը կամ Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ եւ այլն։ Եվ այդ դեռ պարզ չի, ինչ որ փաստաթղթեր ստորագրել են Քաթարը եւ Ռուսաստանի Դաշնությունը միասին, նաեւ մենք տեսնում ենք ինչ որ տենց զդվիգեր, որ Ռուսաստանի Դաշնությունը իրականացնում է ՌԴ եւ ԱՄՆ բանակցությունների շրջանակներում եւ մյուս կարևոր արտահոսքը, որ New York Times-ում եղել էր, այդ որ Տրամպի թիմը ինչ որ տենց երկու խմբի է բաժանված, մի խումբը տենց ուզում է պրям պատերազմ սկսի Ռուբիոյի գլխավորությամբ, մյուս խումբը ասում է, որ չէ, մենք պետք է բանակցային գործընթացով գնանք Ուիտկովի ուրեմն նախաձեռնությամբ Եվ մասնագետներ նաև գնահատում են ասում են, որ սա New York Times-ում արվածը ավելի շատ Նետանյահուի կողմից արված արտահոսքի է նման, որպեսզի նա սաբոտաժի ենթարկի ԱՄՆ եւ Իրան բանակցությունները, որտեվ Իրանի հիմնական դիլեման ԱՄՆ-ի հետ նա որ ես քո հետ խնդիր չունեմ մտնեմ բանակցության, բայց որ դու իմ հետ բանակցության ես մտնում, դու ուզում ես որ իմ հետ քո վարած բանակցությունը անպայման լինի Իսրայելի պահանջներով։ Իսկ Իսրայելը հետ ուզում եմ հետ բան խոսես, հետ խոսում եմ իր լեզվով այս տարածաշրջանում, դու ինչ ես գալիս իր ինչ որ եսի ինչի իմ վրա փորձում ծախես։ Էսա ամբողջ իմաստը։ Դու ինձ իրա ուզածը մի բեր մի ծախ, ես գիտեմ ինքը ինչ է, ովացու է։ Ու դու մի մասնակցի իրա հանցագործություններին։ Ու անընդհատ ասում ես ինքը sense բան է անում, դու մասնակցում ես, ասում ես դե ես չուզելով եմ անում, ինձ ստիպեց։ Այն մյուսին ես ասում, Իսրայելն ես ասում, ես չեմ ուզում, ԱՄՆ-ն է ստիպում։ Դուք որոշեք ձեզնից ով ինչ է ստիպում։ Իտոգայինը որ դուք քանդում եք մի ամբողջ ռեգիոնի անվտանգային համակարգ, դուք ազգ հերթով, բոլորին բնաջնջելով, վախացնելով, իրոք նվաստացնելով փորձում եք ինչ որ տենց ձեր դրվածքը, այսպես ասած, կոպիտ դնեք, այն դեպքում որ սաղդ էլ outsider-ներ եք ստեղ։ Սաղդ ստեղ outsider-ներ եք, ինչ եք դուք պահանջում դա մեզնից, ինչ եք դուք մեր ռեսուրսի վրա, տենց ձեր ճանկերը դնում եւ այլ, մնացած գաղութատիրական բոլոր սպեցէֆեկտները քննադատելով հանդերձ։ Սաուդյան Արաբիան Ուրեմն այս շաբաթ եւս մեկ հետարքիր բան է արձանագրել այս այցը կատարելուց առաջ, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարը այցեր է կատարում Պարսից ծոցի արաբական երկրներում, ի նախապատրաստություն սպասվելիք Տրամպի այցի այդ երկրներ Եվ այդ լիդերների հետ հանդիպումների այսպես կոնտուրներն են գծում, որտեղ Սաուդյան Արաբիայի հետ ինչ որ հասկացվածություն է ձեռք բերվել, որ մենք ձեր քաղաքացիական միջուկային ծրագրի
մշակմանը կմասնակցենք, առանց նախապայմանի, որ դուք Իսրայելի հետ ունենաք, չգիտեմ ինչ հարաբերություններ։ Սա շատ հետաքրքիր։ Սա նշանակում է, որ Ռուբիոյի գիծը չի կամ այն ուժերը, որոնք ֆինանսավորել են Տրամպի քարոզարշավը, իրենք չեն նման գծի ջատագովներ, այլ ավելի դեպի խաղաղություն տանող օրակարգի համահունչ է սա։ Եվ շատ թույլ նշան է դա, դեռևս, բայց այնուամենայնիվ նշան է։ Եվ այդ որովհետև անընդհատ Սաուդյան Արաբիան, երբ որ պետք է անպայման Իսրայելի հետ հաշտվի պաղեստինցիներին վարի տալով, որ ինքը ինչ-որ միջուկային ծրագիր կամ ռազմական համագործակցության ծրագիր ունենա ԱՄՆ-ի հետ, ինքը խնդիր ունի իր ներքաղաքական թեմայում, որովհետև Սաուդյան Արաբիայի հանրության 80%-ը դեմ է, որպեսզի պաղեստինցիները զրկվեն Պաղեստինից, որովհետև դա իրենց հավատքի անկյունակարն է։ Իրենց պետությունն էլ այնպես է ստեղծվել գաղափարախոսության առումով, որ պետք է Պաղեստին լինի, պետք է Երուսաղեմ լինի, այնտեղ չի կարող որևէ աղվես գա ու տիրանա թաքուն։ Ու սկսի բոլորին ճնշել։ Ու հա, Նետանյահունի տարբերություն Իրանի, Նետանյահունը ՄԱԿ-ում կանգնել է, Գենասամբլեայում քարտեզա պահել, այդ քարտեզի մեջ եղել է Սաուդյան Արաբիայի մոտ 4 պրովինցիա, որպես Իսրայելի տարածք։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ ի վերջո Չինաստանի դեռևս 2 տարի առաջ իրագործած նախաձեռնությունը մերձեցնելու Իրանին եւ Սաուդյան Արաբիային եւ այդ մերձեցման ուղղված Ռուսաստանի Դաշնության ավելի ուղղակի քայլերը տալիս են որոշակի արգասիքներ, որ ԱՄՆ գնում է նման հետաքրքիր շատ շրջադարձային զիջման։ Մենք չգիտենք դրա վերջնական արդյունքը ինչ կլինի, մենք չգիտենք արդյոք դա մանևր է, դա ձևացնել է, թե դրա տակ ինչ-որ մի բան կա, որովհետև Չինաստանի հետ առճակատում առևտրային պատերազմի առումով ցույց տվեց, որ Չինաստանը իր դիրքերը չի զիջում որևէ կերպ։ Այս ընթացք դա էլ էր, չէ՞, այսինքն դա ամենը զուգահեռ է տեղի ունեցել, այսին բոլոր նկարագրած իրադարձություններին զուգահեռ մենք Չինաստանից լսել ենք կտրուկ գնահատականներ տարիֆային այս քաղաքականության դեմ, կտրուկ գնահատական առ այն, որ ոչ մի քայլ մենք չենք զիջելու, որևէ կերպ, նույն կերպ Ռուսաստանի Դաշնությունն է ասում, Ուկրաինայի խնդրում, ես ոչ մի քայլ քեզ չեմ զիջելու, ես հետ չեմ կանգնելու իմ պահանջներից։ Դու ինձ մի ասա, Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի դե յուրե, բայց դու դե ֆակտո ստեղծես ինչ-որ տես ՆԱՏՕ-յան նման իրավիճակ երկրում։ Դու ինձ մի ասա, որ դու ուզում ես իր հետ ինչ-որ տենց ռեսուրսային եսի մինչեր կնքես, այն դեպքում որ դրա ռեսուրսների մեծ մասը ֆակտիչեսկի իմ տարածքում է, իմ տնօրինության տակ գտնվող տարածքներում են գտնվում։ Դու ինձ կտեր մի տուր, ես ոչ մի կուտ չեմ ուտել, ոչ մի կուտ չի ուտում։ Այսինքն ռեալ սրա տակ նաև կա, այս այցի տակ նաև կա այդ հետաքրքիր, այդ ես ոչ մի քայլ հետ չեմ դնելու, ոչ թիզական մոտեցումը համարեք Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Իրան։ Դա ոչ մի թիզական են։ Եվ դա շատ լավ, որովհետև մենակ ոչ մի թիզականով է, որ դու կարաս պետություն պահես, ուրիշ ձև չկա, ագրեսորների հետ ուրիշ խոսալու ձև չկա։ Եվ հիմա ինչ է լինում օրվա երկրորդ կեսին, պարզվում է, որ այս պաշտպանության նախարար Սաուդյան Արաբիայի թագավորի տղան, ներկայիս գահաժառանգի, այսինքն ապագա թագավորի հարազատ եղբայրը Սաուդյան Արաբիայում դա շատ մեծ կարևոր իմաստ ունի, որտեղ հարեմը մեծ է, լիքը դվայորդնի աղբերներ կան, սաղ երկրի դվայորդնի աղբերներ, այս մեկը հապ հարազատ աղբեր է, ում վստահված է պաշտպանության նախարարությունը։ Իսկ հիմիկվա գահաժառանգը, եթե կարդաք իր բիոգրաֆիան, այդքան է վստահող կերպար չի, մեղմ ասած։ Այսինքն դա վստահում է, ուրեմն ծնծուր իր ստվերին կվստահեր, էլի։ Դաժե իր ստվերին այդքան չէր վստահի։ Պարզվում է, որ այնտեղ որտեղ Արաքչին ասում է ես եկել եմ Մոսկվա, որպեսի Պուտինին փոխանցեմ Խամենեի նամակը, հələ չգիտենք Խամենեին ինչ ասե նամակի մեջ, այդտեղ ես որ կարդում եմ ձեզ ասացի մի րոպե, ինչ որ մի բան, ինչ որ ուրվագից կա, ասվում է միայն, որ ի վերջո Արաքչին այս պահի դրությամբ Մոսկվայի ժամանակով 19:47-ի իրադրությամբ փոխանցել է, հա 19:47 է, չէ՞ հիմա, մի վայրկյան, հա փոխանցել է Խամենեի նամակը եւ քննարկումը հիմնականում եղել է միջուկային խնդրի շուրջ, Ուկրաինայի պատերազմի խնդրի շուրջ, տարածաշրջանային լարվածությունը եւ առհասարակ մերձավոր արևելքը։ Թե ինչ կա նամակում չգիտենք, բայց ի տարբերություն սրա պարզվում է պաշտպանության նախարարը եկել է փոխանցի Սալման թագավորից նամակ Խամենեին։ Առաջին անգամ է 10 տարվա մեջ, որ Սաուդյան բարձրաստիճան պաշտոնյա այցելում է Իրան։ Եվ սա եղել է չհայտարարված այց։ Որովհետև եթե ինչ-որ նշույլ լիներ, որ նման բան է լինելու, ես վստահ եմ Իսրայելի եւ ԱՄՆ սա սաբոտաժի ոչ միայն, սաբոտաժի են ենթարկելու։ Սկզբում ասում են, որ գենշտաբի պետին է հանդիպում, բոլորը մտածում են, դե Եմենն են քննարկելու, Սիրիան են քննարկելու,
Հյուսիսային Աֆրիկայում, ինչ-ինչ բախումների հնարավոր պոտենցիալ էսպես աղբյուրներ եւ այլն, որովհետեւ եմենցիներին որ դու խփես, Սաուդյան Արաբիա լինելով հանդերձ, քո գլխին գալու 2019 թվականի սեպտեմբերին Արամկոյի դեմ կատարվածը, որը շատ փոքր սկեյլի, փոքր ծավալի օպերացիա է, մասշտաբային արդյունքներով եւ հետևանքներով Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի եւ միջազգային նավթի շուկայի համար։ Մտածում ես, որ միգուցե սա այն միայն իրենք քննարկելու, սրա շուրջ է լինելու խոսակցությունը։ Բայց պարզվում է, որ ոչ, պարզվում է, որ շատ հետաքրքիր ուրեմն բաներ են լինում, որովհետև իրոք Եմենի սպառնալիքը շատ ուղղակի է, ոչ մի կուտ Իրանը չի ուտում, ոչ մեկ ոչ մի հետ քայլ չի անում, ու շատ հետաքրքիր է, որ ավելի ուրեմն բացահայտող հայտարարություններ ենք մենք լսում այս այցի մասին, ուղղակի պատմական կարևորության։ Ես միայն այսպես շատ մեծ հույս ունեմ, որ դա իսկապես տեղի ունենա, որովհետև ասված է Խալիդ բին Սալմանը, պաշտպանության նախարարը, եկավ եւ նամակ փոխանցեց եւ նրան ընդունել է Խամենեյը, առհասարակ այն որ Խամենեյն է իրան ընդունում ու նկարը հրապարակվում պաշտոնական այդ այցի բագերին է նստած պաշտպանության նախարարը Սաուդյան Արաբիայի եւ Խամենեյը։ Պասլանյան տալիս է շատ հազվադեպ այս հանդիպում, որից հետո միայն նոր գնում է Բժշկյանի հետ հանդիպելու։ Այդ հանդիպման ժամանակ Խամենեյի խոսքն են առաջ, ուրեմն հրապարակում մեդիա միջոցները, ասվում է Խամենեյի խոսքում, մենք համոզված ենք, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները շահաբեր կլինեն երկու երկրների համար եւ երկու երկրները կկարողանան մեկը մյուսին լրացնել։ Հարաբերությունների ընդլայնումը մեր երկրների միջև բնականաբար ունի իր թշնամիները։ Այս թշնամիները ունեն իրենց թշնամական շարժառիթները եւ մենք պետք է կարողանանք մեր մեջ ներուժը գտնել, դրանք այդ խոչընդոտները անցնել, թույլ չտալ, որ նրանք օրը թելադրեն եւ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ քայլերի այդ ուղղությամբ։ Իրանը պատրաստ է օգնելու Սաուդյան Արաբիային այս խնդիրները լուծելուն։ Տարածաշրջանային երկու եղբայրների համար շատ ավելի լավ է համագործակցել եւ օգնել մեկը մյուսին, քան թե հույսը դնել այլոց վրա։ Եվ արդեն իսկ վերլուծաբաններ գրում են, որ խոսքը գնում է նաև այն փաստի մասին, որ միգուցե միջուկային պոտենցիալի զարգացման առումով Սաուդյան Արաբիայի կողմից Իրանը, այսինքն Իրանի միջոցով Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ այլ որակի հայտ են ներկայացնում Սաուդյան Արաբիային, ավելի հետաքրքիր գործարք են առաջարկում Սաուդյան Արաբիային եւ այս ամբողջ ընթացքը ձգել են, որպեսզի տեսնեն ինչ է առաջարկում ԱՄՆ, ինչ է տալիս ԱՄՆ, ինչպես է իրեն պահում Իսրայելը եւ Նա ասում է, որ պետք է մեկս մյուսի վրա հույս դնենք, այլ ոչ թե մյուսների, այսինքն ես քո վզին, ես իմ այդքան բեռ չեմ դնի, ինչքան դրանք են քո վզին տենց բաց դնում։ Դրանի պատասխան Խալիդ բին Սալմանը հայտնում է, որ ինքը շատ բավարարված է այս հանդիպման, ասում է, որ ես եկա Թեհրան այնպիսի մանդատով, որը թույլ կտա ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները եւ համագործակցել բոլոր հնարավոր բնագավառներում։ Մենք հույս ունենք, որ կառուցողական բանակցությունները, որոնք մենք այստեղ անցկացնում ենք, կբերեն ավելի ուժեղ փոխհարաբերությունների Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջև, քան երբևէ նախկինում։ Սա առաջինն է հայտարարվում Խամենեյի ասած այդ մի քանի խոսքերը մտքերը եւ պաշտպանության նախարարի Սաուդյան Արաբիա ասած այդ մեկ միտքը դրան անմիջապես հաջորդում է մեկ այլ հրապարակում, որ առաջիկա ամիսների ընթացքում Սաուդյան գահաժառանգը պաշտոնական այցով կայցելի Թեհրան, որը կրկին բեկումնային է, եւ հետո ավելի լրացուցիչ ամբողջական հայտարարություն առայն թե ինչ է ասել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը գահաժառանգի եղբայրը Խամենեյի հետ հանդիպման ժամանակ։ Ուրեմն փոխհամագործակցությունը եւ համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ անկյունակարային է տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար եւ այն կբերի շատ մեծ բարգավաճման ողջ տարածաշրջանին։
Իսլամական աշխարհը պետք է գործի ավելի կոորդինացված, ավելի մեկ մարդու պես, ընդդեմ ցանկացած որակի օկուպացիաների եւ էքսպանսիոնիզմի, որոնք գործարկվում են հատկապես Իսրայելի լիդերների կողմից, այսինքն չի ասում մեկ լիդերների մասին, այսինքն Իսրայելը որպես պետություն եթե ստեղծված է մեզ նվաճելու համար, կարևոր չի ով է լիդերը, մենք դեմ ենք լինելու այդ էքսպանսիոնիստական ծրագրերին։ Սաուդյան Արաբիան, կրկնում եմ, շատ կտրուկ է հայտարարություններ է կատարել Գազայից պաղեստինցիների բռնագաղթեցմանն ի պատասխան, որ արված էր Տրամպի եւ Նետանյահուի կողմից տրվել էր Տրամպին, Տրամպը հայտարարել էր Եգիպտոսին, Սաուդյան Արաբիան մյուսին շատ կոշտ պատասխան են ստացել Քաթարից էլ մյուսներից էլ, որտեվ դա իրոք խնդիր է, որ եթե դու գնաս Ամերիկայի ջրերով այդ առումով պաղեստինցիներին բռնագաղթեցնելու, ոչնչացնելու եւ ամբողջ Պաղեստինը Իսրայել դարձնելու խաղը եթե դու խաղաս, դու այլ իշխանություն չես լինելու, քո իսկ ժողովուրդը քեզ կհեռացնի իշխանությունից։ Ասում է, այսօր ես ժամանեցի Թեհրան, որպեսի Իրանի գերագույն գլխավոր լիդերին ներկայացնեմ մեր հավակնությունները առայն թե ինչպես պետք է ամրապնդվեն Իրано-Սաուդյան կապերը բոլոր մակարդակներում եւ ինչպես պետք է ձևավորվի մեր համագործակցությունը, գործընկերությունը, այն պետք է լինի ավելի խորքային, ավելի ամուր, քան երբևէ, քան նախկինում, առավել քան նախկինում։ Այսօրվանից սկսյալ ես բաց եւ հպարտությամբ հայտարարում եմ Սաուդյան Արաբիայի թագավորությունը համարում է Իրանին որպես իր բարեկամ, եղբայր եւ արժանապատիվ հարևան։ Սա պատմական է, դրա համար ես որոշեցի, որ տեսանյութ է պետք անել, որովհետեւ սա ուղղակի ազդակ է, որ տարածաշրջանում չպետք է լինեն այդ մախինացիաները, այդ մարիոնետներ սարքել, սրա նրա վրա հարձակվելը եւ այլնը, եւ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը շատ հետաքրքիր ներգրավվածություն ունեն նաեւ Սիրիայում, որովհետեւ նրանք չեն ցանկանում, որպեսի Սիրիան թրքանա։ Նրանք չեն տեսնում սուննիզմը որպես թրքական պրոյեկտի վերածելու Էրդողանի պրոյեկտները ընդունելի առհասարակ իսլամի տեսանկյունից, ոչ միայն իրենց հասարակությունների տեսանկյունից։ Եվ իրենք այս շատ կարևոր գիծը չեն կարող վարել, եթե տարածաշրջանային անվտանգության համակարգի ներկայիս փուլում, եւ առաջվա փուլն էլ դա են միայն հաստատում, իրենց դնեն ամերիկյան կուրացիայի ներքո ամերիկյան բրիտանական, որովհետեւ կրկին Իսրայելի օրակարգը, իսկ Նետանյահուն կտցրած օրակարգ ունի, բարիբուն իմաստով նիստական, որը ես ֆաշիստական եմ համարում, ծավալապաշտական նույնքան որքան պանթուրանիզմը, այդ երկու կոնցեպտներն էլ նրանց համար ընդունելի չեն։ Եվ նման համագործակցությունը կկարողանա Թուրքիային, այսպես կզած պահել եւ թույլ չտալ այդ առաջխաղացումը, բան, որը ոչ ԱՄՆ-ն է անում, ոչ Բրիտանիան է անում, ոչ մի չի անում ոչ մի բան, ուզում կոտորում է, որտեղ ուզում մտնում է ու իրանց հրահրմամբ ամենտեղ գրվում է։ Էրդողանը չէր ուզում, բայց ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունը իրեն ստիպեց, Մոսադը իրեն ստիպեց, դե որպես ստիպելով է, какого хрена, ինչ գործ ունի ինքն այնտեղ вообще։ Բա դուք էլ տենց գնա գալիս եմ Հական Ֆիդան, այնտեղ չգիտեմ, հետախուզական ծառայություն էսյաներն, բաղ չեք կարում այդ ամեն ինչին դիմակայեք։ Սո այստեղ շատ կարևոր, հետաքրքիր նոր ինչ որ մի sense փոքրիկ շող եմ տեսնում, փոքրիկ հույսի շող, որովհետև սա դեռևս ինչ որ sense նախնական ինչ որ մի process է, մենք դեռ չգիտենք շաբաթ օրվա բանակցությունը ինչպես կգնա, դրա իտոգը ինչ կլինի, ինչ փաստաթղթի մասին է խոսքը, որովհետև ավելի շատ խոսվում է ինչ որ ժամանակավոր փաստաթղթի մասին, ինչ որ պրոմեժուտիչնի, ինչ որ այսպես կարճաժամկետ, 2 ամսյա ինչ որ ժամանակի ընթացքում որոշ քայլեր անելու տրամաբանությամբ, որից հետո նոր կդիտարկվի ավելի երկարաժամկետ, ավելի հեռանկարային, մեկ այլ համաձայնագրի ուրվագիծ, որի ընթացքում մենք տեսնում ենք ոչ Ուկրաինայի, ոչ Գազայի առումով որևէ համաձայնություն չկա, եթե Գազայի առումով չկա համաձայնություն, մոռացեք համաձայնություն չի լինելու ոչ Ուկրաինայում, ոչ միտեղ ոչ մի բան չի լինելու։ Այնտեղ է ամեն ինչ։ Գազային շարունակեցին խփել, ուրեմն Իրանին խփելու են։ Եթե չխփեն, ուրեմն պետք է նստեն ստորագրեն։ Դա համար Մերշայմերը այսպիսի գնահատական է տալիս Տրամպի ներկայիս կարգավիճակին։ Ինքը հենց հիմա բան է, between a rock and a hard place, երկու քարի արանքում է մնացել, որտեղ այս մի կողմում Իրան իշխանության բերածներն են։
իսկ ամնում տես տրադիցիայով քեզ իշխանության է բերել, դու իրա դուդուկի տակ պետք է պարես, պետք է ծապտես, չէ՞, տես պետք է Նետանյահու հաթոտես քաշես, նստի բան տեղ ճաշիկը սենց կերցնես, բան, կաշին հավի վրից անես, բան սենց բաներ անես, բայց եթե դու ուզում ես ինչ որ ամերիկյան սուվերեն գիծ տանել, դու քեզ կարող Քենեդի անեն, Քադաֆի չէ, Քենեդի քեզ կարող անեն։ Սո շատ հետաքրքիր էսպես բեկումային պահի ենք եկած, որովհետև ինչպես կշարունակվի այս կետից այն կողմ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի փոխհարաբերությունները, ինչպես Իրան կպահի Իրանը, Իսրայելը, որովհետև արդեն իսկ այդ հայտարարություններից հետո, չմոռանամ ասել, Նետանյահուի օֆիսը այսպես շատ վախացնող ինչ որ sense հայտարարություն, դու կտենաք ինչ ալնելու բան, իսկ Իսրայելը սիրում է տենց Իսրայելը, չէ՞, ներողություն Իսրայելին, Նետանյահուն այդ իր ամբողջ համակարգը, որ ինքը ստեղծել է դիկտատորական ռեժիմի, ինքը ամբողջապես ուղղված է սաբոտաժներ, դիվերսիաներ անելուն, ինքը կփորձի, ինքը անպայման փորձելու է։ Մենք չգիտենք որ տոճկայից ու ինչ ձևով, բայց ինքը անպայման փորձելու է։ Այն որ հայտարարություն է արել, որը կարելի է բնութագրել, այն որ մենք մեզ չգովանք, մեզ ոչ մեկ չի գովալու, այնտեղ ներկայացնում է Նետանյահուն 10 տարուց ավել է, տանում է գլոբալ արշավ ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի, Նետանյահուն նախաձեռնել է անթիվ անհամար ակնհայտ եւ գաղտնի գործողություններ Իրանի միջուկային ծրագրի դեմ, Նետանյահուի շնորհիվ Իրանը այսօր չունի միջուկային արսենալ, Նետանյահուի գործողությունները հետ են գցել Իրանի միջուկային ծրագիրը տասնամյակներով, Նետանյահուն չի թույլ տա Իրանին ստանալ ունենալ ուրեմն միջուկային զենք, բլա 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 բլա, ես բռնապետիկների էշեշ խոսքերին ինքն է սիրում, մեկ էլ Էրդողանն է սիրում, իրանք իրանց գլուխը գովալով, Տրամփն էլ չէ, այտենց խոսան, այտենց իրանք բոլորով միասին ցկնել են այդ անասուն կոկոլին ու կեկելին, որ նույն ձև իրանք էլ իրանց են տես ներկայացնում, բայց մենք գիտենք որ նորմալ չի, այս աննորմալ դիկտատորական պոպուլիզմը, որովհետև դու ինչ գործում ես ինչ որ երկրի միջուկային սպառազինության հետ, եթե դա ոչ մի կանոն չի խախտում եւ պատահական չէ որ այսօր նաեւ Իրանում գտնվում էր ՄԱԿ-ի միջուկային ատոմական էներգիայի գործակալության տնօրենը Գրոսին, որը հանդիպում է Իրանի պետական միջուկային գործակալության տնօրենի հետ, այդ բոլոր կետերն է այցելում, որպեսի որևէ կերպ կասկած չմնա եւ նա զեկույց է պատրաստելու եւ իրանցիները հատկապես շեշտում են հանրային բոլոր շերտերով, քաղաքական, դիվանագիտական, ռազմական բոլոր շերտերով, որ այդ գործակալությունը չփորձվի որևէ կերպ այն գործողությունները, որ ինքը իրականացնում է, քաղաքականացվի եւ քաղաքականացվի հօգուտ Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի օրակարգի, որոնք Իրանի հետ միջուկային համաձայնագրի 2015-ին կնքած անդամ երկրներ են, որպեսզի նրանք այսպես կոչված գործարկման մեխանիզմ այդպիսի հասկացություն կա, որ իբրև թե եթե Իրանը անցել է ինչ-որ մի գիծ, ապա դա պետք է իրենց հիմք տա Իրանի դեմ ինչ-ինչ հարձակումներ կամ պատժամիջոցներ եւ այլն գործարկելու։ Ես հիշում եմ, ինչպես Իրաքի պատերազմից առաջ Հանս Բլիքս անունով մասնագետ կար, ՄԱԿ-ի քիմիական զենքերի վերահսկման վարչության պատասխանատու, բազմակի այցեր կատարեց Իրաք, մասնագետների կազմով, բազմազգ մասնագետների, որևէ կասկած չհարուցող կենսագրություն ունեցող մասնագետների 6 ամիս շարունակ պատերազմից առաջ անընդհատ զեկուցում են, որ չկան այն զենքերը Իրաքի տարածքում, որոնց մասին խոսում էր Քոլին Փաուելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որ անգամ այսպես մի սրվակ թափ տվեց, որ իբրև թե դա ինչ որ տենց շատ մահաբեր զինատեսակի քիմիական նյութ է, զինատեսակում օգտագործող քիմիական նյութ է, որ այն արտադրվում է Նիժերում, Աֆրիկայում, տրամադրվում է Իրաքին, որով նա սպառնում է բոլորին, դրա համար մենք պետք է գնանք Իրաքը բամբիձյանենք եւ վերջո հասարակությունն էլ, ՄԱԿ-ն էլ, բոլորն էլ ապացուցում էին եւ շատ էսպես անհերքելի փաստերով, որ չկա Իրաքում այդպիսի զենք, բայց կրկնում եմ, սիոնիստական լոբինգի հետ միասին ձեռք-ձեռքի բռնած ամերիկյան կտոները Բուշ կրտսերի վարչակազմի օրոք եւ Թոնի Բլերի բազմերեսանի անգլիական տափուկների հանուն տադու արտադրության ինչ որ հետախուզության հետ միասին գործեցին Իրաքում ցեղասպանություն, մեծ ոճրագործություն, պատերազմ, որի հետևանքները ցայսօր ապրում են, ոչ թե գոյատևում են, իրանք են թելադրում ամենօրյա կյանքը Իրաքում։ Շատ մեծ ծավալի ողբերգություն է տեղի ունեցել այնտեղ։
Ուզում եմ ասել, որ այս ամենը ուզում եմ ես դրական լույսի ներքո տեսնել, բայց ես գիտեմ այդ պսիխոպատիկ նկրտումները այն բոլոր ուժերի, որոնք արդեն իսկ մղել են 7 պատերազմներից 6-ը։ Իրենց իսկ ասած 7 պատերազմներից 6-ը եւ 7-րդին նրանք չեն համարձակվում գնալ զուտ այն պատճառով, որ դիմացի կողմը բոլոր ճակատներով իրեն ցույց է տալիս հակափաստարկներ, իրեն ցույց է տալիս իր փաստարկների փուչ լինելը, ցույց է տալիս, որ չի կարելի բերանից ամուր սարքել միջուկային զենքով սրան նրան սպառնալու ամբողջ այդ կոնցեպտը հակամարտկային, որ չի կարելի այդքան թեթևությամբ խոսալ, այ քեզ sense չպա, այս բոմբը գցելու են վրա, այդ բաներ, չի կարելի խոսալ այս ձևով, չի կարելի սպառնել ամբողջ ազգեր, ամբողջ տարածաշրջանների։ Եվ հետաքրքիր մեկ այլ փաստարկ այսօրվա, որ ԻԳԻԼ-ը ուժեղանում է տարածաշրջանում, զորքը շատանում է, ես ոչ մի այսպես այդ առումով, ուրեմն ռազմականացման առումով տարածաշրջանի, ես որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Այսօր կրկին անգամ հնչել է հայտարարություն ԱՄՆ վարչակազմի կողմից, ալա ԱՄՆ-ը սկսում է կամաց փոքր քանակներով Սիրիայի տարածքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, որը ես այդքան ոգևորությամբ չեմ ընդունում, որտեղ եղել է, տեսել ենք, ոչ միտեղ չեն գնացել, գնում են պարզապես Քուվեյթ կամ Իրաք, հետո Սիրիայում տեղի ունենում հերթական կոտորածը, հերթական տարածքի բռնազավթումը թուրքերի կամ թուրքահպատակ ուժերի կողմից, այդ կոտորածից հետո հանգիստ նորից մաքուր սրբիկ ձևացող արևմտյան զինուժը, զինվորականները հետ են վերադառնում իրենց ռազմաբազաներ եւ ցայսօր ամերիկյան ուժերն են, որ իշխում են սիրիական նավթի, գազի ռեսուրսներին եւ իրենք են որոշում այդ ռեսուրսներից որքանը ում է գնում սև շուկայով, ով ինչ բաժին է ստանում, ինչն է սնուցում, ինչն են անում։ Ես ոչ մի այդ առումով ռազմի դաշտի շարժի առումով չեմ տեսնում փոփոխություն, չեմ տեսնում դրական շարժ։ Մենք միմիայն պետք է համբերենք տեսնենք շաբաթ օրը կայանալիք բանակցությունների միջգրին, պետք է շատ ավելի երկար ժամկետի վրա մեր համբերությունը զինենք, որովհետև այս ամենը դեռևս ժամանակավոր է։ Փոքրիկ նշան ուղղակի տեսա եւ գտա, որ այդ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի այցը պատմական էր, ինչպես նաեւ ես այս թեմաներին վաղուց չի անդրադարձել, հարցազրույցները դեռ ուժի մեջ են, չեմ անում հավելյալ լայվ, որովհետև դեռ այն մյուս կանխագնահատականները, որ տվել եմ, դրանք ընթացքի մեջ են, եւ ես շատ ավելի սևեռված ներգրաված եմ Արթունենք շարժման գործողություններին, որովհետև ժամը հասել է գործողություններ անելու եւ ոչ թե ստատուսներ գրելու կամ լայվեր անելու, եւ ես շատ հուսով եմ, որ մենք այլ որակի առավոտներ կտեսնենք Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը այլևս կազդարարի, որ երկրում թուրքը չի իշխանություն, այլ հայն է իշխանություն։ Այսքանը շատ մերսի, հուսամ հետաքրքիր է, պաչիկներ եւ հաջողություն։